Մարդիկ ստացիոնար տեղափոխվում են քաղաքից դուրս։ Եկեղեցի կառուցելու փոխարեն պետք է կառուցել գործարան, որը կապահովի մարդկանց աշխատատեղերով։ Քաղաքին կպած արդյունաբերական ձեռնարկությունները իրանք պահպանում են բնապահպանական միջոցառումները, թե չէ։ Մարդու կյանքի որակն է, առողջությունն է, երկարակեցությունն է, այն ինչը իրոք իմ կարծիքով ամենաթանկ կապիտալն է։ Գյումրիից Երևան 25 րոպեում կգաս կհասնես եւ կապերես Գյումրիում կաշխատես Երևան։ Վաստացի զրոյից քաղաք է կառուցում, ես ասում եմ քաղաքի մեջ։ Այս վերջի 30 տարի միջև էլ մի երևելի էկոլոգիա չկար Հայաստանում, մենք լրիվ արեցինք ամեն ինչ, որպեսզի գանք հասնենք այս վիճակին, որ հասել ենք։ Քաղաքում ապրողները միջինը 7 տարի ավել են ապրում։ Երևանցիք սիրում են ավելի շատ ապրել քաղաքում, շաբաթ-կիրակի գնախորոված ուտեն քաղաքի ինչ որ մի օբյեկտներից մեկում։ Տները հարմարացնում եք ռելիեֆին, տները հարմարացնում եք բնությանը, ոչ թե հակառակը։ Երևանը դա աշխարհի կենտրոնը չի։ Ինչի գործարարություն գնացիք, ասում եմ դե չգիտեի որտեղ աշխատել, որտեղ ես մասնագիտություն էի ստացել, չկա ինչ որտեղ որ գնամ այդ մասնագիտությունս Ամբողջ հանրապետությունում դժգոհում են որ աշխատանք չկա, մենք դժգոհում ենք որ աշխատող չկա։ Ողջույն բոլորին, մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր, շատ մեծ ճանապարհ անցած գործարար, Կլուբ Կապիտալի անդամ, մի քանի մեծ բիզնես պրոյեկտների հիմնադիր, համահիմնադիր եւ նաեւ մի քանի մեծ բարեգործական պրոյեկտների իրականացնող, որի մասին ինքը չի սիրում խոսալ, ես այսօր հարց կտամ կամ կպատասխանի ինքը կամ չէ։ Կլուբ Կապիտալի շատ հարգարժան ընկեր Մովսես Զավարյանը։ Պարոն Զավարյան ջան, բարով եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Իհարկե Գրիգորը ասելով որ ես մեծ ճանապարհ եմ անցել, ուզում եմ դրանով շեշտի, որ ես տարիքով ավելի մեծ եմ։ Չէ։ Հա, ես ինձ համարում եմ 42 տարեկան։ Ես կարծում եմ Եվ հասել եմ 42 տարեկանում, ասել մի քիչ ավելի երկար ճանապարհ։ Քանզի 42 տարեկան։ Քո էներգիան, քո տոնուսը, ավյունը, որ մենք տեսնում ենք, հաստատ 30-ամյա գործարարի էներգիայից շատ է, որովհետև դու ակտիվ ես, անընդհատ այսօրտեղ ես, վաղը Գերմանիայում ես, մյուս օրը Դուբայում ես, գալիս ես Երևան, հասցնում ենք մի հատ իրար սրճենք, հետո նորից գնացիր Կիպրոս, Կիպրոսից, չգիտեմ, սենց տարվա ընթացքում երևի մի 100 ճամփորդություն, բիզնես այց ու անընդհատ ակտիվություն ու հիմնականում եղելա որ մենք խոսացել ենք գիշերն էս թռիչքի եղել, առավոտ շուտ ես եկել ու միշտ եռանդով ակտիվ եւ մենք այսօր կփորձենք այս բոլոր հարցերի պատասխանները ստանանք ոնց է հաջողում մեր հավաք ընկերոջը։ Անկեղծ ասեմ, ես էլ եմ զարմանում։ Ընդ որում ինչ որ մի ժամանակաշրջան կար, որ արդեն ասում ավելի լավ է հանգստանալ, բայց երբ որ տեղափոխվեցի Հայաստան, ես ինձանից սկսեցի զարմանալ։ Հաշվի չառնելով միջավայրը, շրջակա միջավայրը, ոչ բարենպաստ կենցաղային պայմանները եւ այլ, ես ոնց որ այստեղ թեվա ստացա, ուժ ստացա եւ աշխատունակությունս գրեթե ավելացավ 4-5 անգամ։ Զարմանալի երևույթ։ Որ երկրից դու եկար։ Ես Գերմանիայից վերադարձա։ Մեր ոդկասթը եւ մեր ակումբը գործընկերության մասինն է եւ մենք այսօրվա ոդկասթում ունենք երկու գործընկեր։ Առաջի գործընկերը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր ոդկասթները, իսկ երկրորդ մեր գործընկերը Փարվանյան Consulting ընկերությունն է, որի հիմնադիրը մեր Փարվանյանը մեր ակումբից է եւ Փարվանյան Consulting-ը իրականացնում է ամբողջական ֆինանսական կառավարում բիզնեսների եւ եթե օրինակ փնտրում եք ֆինանսական տնօրեն, եթե ունեք մոտակա ժամանակները սպասվող հարկային ստուգումներ կամ եթե ցանկանում եք թողարկել պարտատոմսեր եւ բաժնետոմսեր, ապա կարող եք դիմել Փարվանյան Consulting ընկերությանը, որը իր կառավարման հզոր թիմի միջոցով կարող է ձեր բիզնեսի ամբողջ ֆինանսական, հարկային եւ հաշվապահական կտորը վերցնել, ռիսկերը նվազեցնել, եթե կան նման ռիսկեր, կառավարել, պատրաստել ընկերությունը ստուգման եւ իհարկե, եթե կարիք ունեք նաեւ պարտատոմսեր կամ բաժնետոմսեր թողարկելու, այդ ամբողջ process-ը մեր ընկերները սպասարկում են եւ նաեւ ուզում եմ նշել, որ Փարվանյան Consulting-ը նաեւ ունի ապահովագրություն մասնագիտական ռիսկի, այսինքն իր ամբողջ մասնագիտական ծառայությունների փաթեթը ապահովագրած է մասնագիտական ռիսկից, որը կարծում եմ գիտեք ինչ մեծ առավելություն կշիռա տալի ընկերության ծառայություններին։ Դե, եթե ֆինանսական ծառայություններ, ֆինանսական կառավարում, ապա Փարվանյան Consulting, եթե video production, մարքեթինգային ծառայություններ, ապա Spin Production եւ
մենք վերադառնանք մեր թեմային։ Ինչ կար Գերմանիայում, խիր գնացել Գերմանիա ու ինչի վերադարձար։ Արդեն անցել է բավական երկար ժամանակ դրա համար։ Տարի ու կես, 2 տարի։ Ընդհանրապես թե Այ երբ եկար Գերմանիայից։ Դուք նկատի ունեք հիմա մոտ օրերս թե ընդհանրապես երբ որ կապիտալ։ Ընդհանրապես երբ որ վերադարձել կոչված կապիտալ վերադարձել։ Դե եկեք սկսենք նախապատմությունից։ Давай։ Ես вообще-то ծնվել եմ Հայաստանում։ Ապրել եմ Հայաստանում գրեթե մինչև 30 տարեկան հասակս։ Ու կարող եմ ասել դրա ժամանակ սովետական միությունն էր, երբ որ ես ընդունվեցի սովետական միության այսպես կոչված Всесоюзная академия внешней торговли Մոսկվա եւ այդ պատճառով տեղափոխվեցի Ռուսաստան եւ մնացի։ Տարբեր պատճառներով մնացի ու գրեթե տասնյակ տարիներ նաեւ եղել եմ Ռուսաստանում, աշխատել եմ, չնայած այդ ընթացքում 2 անգամ վերադարձել եմ Հայաստան կար ժամանակով, 1.5-2-3 տարով ամեն մի անգամ այսինքն հիմնականում իմ կյանքը եղել է Հայաստանում եւ Ռուսաստանում, բայց 2020 թվականին պանդեմիայից հետո մի քանի հանգամանքների ձեռնելով ստացվեց այնպես, որ տեղափոխվեցի Գերմանիա եւ այնտեղ էի աշխատում, ապրում մինչեւ որ տեղափոխվեցի Հայաստան 2024 թվականին։ Okay։ Հա, բայց դա չի նշանակում, որ կապիտալ ես վերադառնում եմ, գնում եմ եւ այլն, ամսվա ընթացքում միգուցե 2-3 անգամ գալիս է Հայաստան հետ վերադառնում, այսինքն դրա համար ասել եւ որտեղ եմ ապրել, դա ավելի շատ ինքնաթիռներ եմ։ Հասկացա։ Հիմա դու Հայաստանում քո երկու։ Հա, հիմա հիմնականում Հայաստանում եմ։ Հույս ունեմ, որ Գերմանիայի համապատասխան հարկային մարմինները դրա մասին չեն լսի, քանի որ ես այնտեղ եմ ռեզիդենտ։ Հասկացա։ Հա, բայց թաքցնելու բան չկա։ Հիմա Գերմանիան նույնպես կա բիզնես։ Հա, Գերմանիայում բիզնես կա, Եվրոմիությունում, բայց հիմա գրեթե սառեցման իրավիճակ ենք ստեղծել, քանի որ այստեղ ավելի պատասխանատու ավելի հետաքրքիր է ինձ համար, ինչ որ իրականացնում ենք Հայաստանում, բայց հույս ունեմ հնարավորություններ կգտնենք շարունակելու նաև Գերմանիայում։ Դու Հայաստանում քո գործընկերների հետ իրականացնում ես ամենաբարդ պրոյեկտներից մեկը, այսօր գործող կառուցապատման պրոյեկտներից մեկը, մոտ $100 միլիոն ընդհանուր արժեքով։ Ոնց եկավ այդ պրոյեկտի գաղափարը ու հենց քո Հայաստան վերադառնալը համընկնեց այն շրջանի հետ, երբ այդ պրոյեկտը դուք սկսեցիք, թե ավելի շուտ եք մտածում դրա մասին։ Հենց այդ պրոյեկտի պատճառով է վերադարձել Հայաստան։ Նախապատմությունը մեկ անգամ եւս նման պրոյեկտի ինչից էր առաջանում, ասենք նույն Ռուսաստանում, մեգապոլիս է, մեծ քաղաք է, եւ մարդիկ ուրբաթ շաբաթ կիրակի փորձում էին քաղաքից դուրս գալ կամ տեղափոխվում էին մշտական ապրելու, բնակվելու քաղաքից դուրս, քանի որ քաղաքը ճնշում է։ Իր բոլոր դրական եւ բացասական կողմերով եւ գրեթե ինչ որ մի этап կար արդեն դա ես կարող եմ առայժմ ասել Մոսկվայի փորձով հետագայում կասենք այլ քաղաքների, որ մարդիկ ստացիոնար տեղափոխվում են քաղաքից դուրս։ Տարիների ընթացքում ստեղծվեց ինֆրաստրուկտուրա, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի կետեր, ռեստորաններ եւ այլ, որը բավականին զարգացած է Մոսկվայի մարզում, եւ մարդիկ տեղափոխվեցին ու երջանիկ ապրում են այնտեղ։ Դա Հայաստանում գրեթե չկա։ Նախ Հայաստանում մենք ասած ասեմ, դաչնի մշակույթ չենք ունեցել։ Այսինքն երևանցիք սիրում են ավելի շատ ապրեն քաղաքում, շաբաթ-կիրակի գնախորոված ուտեն քաղաքի ինչ որ մի օբյեկտներից մեկում կամ առևտուր անեն եւ հազվադեպ ինչ որ этаպներ կա, որտեղ գնում են Սևան, ասենք ամառը մի ամիս, 2 ամիս կամ Ծաղկաձոր գնում են ինչ որ սղալու կամ իրան ցույց տալու։ Ահա, այսինքն այդ մշակույթը որ տեղափոխվեն գնան հանգստանան, դա չկա, գոյություն չունի։ Երևի դրա համար ենք մի քիչ ներվային, էլի մենք ազգաբնակչությամբ։ Եվ նույն մշակույթը գոյություն ունի գրեթե եվրոպական բոլոր քաղաքներում։ Ես չեմ կարող ասեմ, բայց գրեթե բոլոր եվրոպական քաղաքներում, այսինքն եթե դուք ուրբաթ տեսնեք ինչ քանակի մեքենաներ են դուրս գալի նույն Մյունխենից, նույն Պրագայից, նույն Բերլինից, դուք կզարմանաք, քանի որ մարդիկ եթե քաղաքում մեքենաներ չեն օգտագործում, քանի որ հասարակական տրանսպորտը աշխատում է բավականին արդյունավետ, հույս ունենանք, որ Ավինյանը կամ ովքեր կլինեն իրենից հետո կկատարելագործեն, մենք էլ կունենանք նման հնարավորություններ, իսկ որ տեղափոխվում են արդեն քաղաքից դուրս, բնականաբար իրենց տրանսպորտով, եւ դա մի ահռելի հոսքագիծ է, որը որ տեղափոխվում է հետագալի։ Հիմնական պատճառը էկոլոգիան է, թե այլ պատճառներ կան։ Չէ, գրեթե շատ պատճառներ կան, բայց դե բնականաբար եթե մարդիկ ուզում են հանգստանան բնության գրկում։ Ահա, ասենք ընդ որում էկոլոգիայի առումով ես չեմ Պրագան միգուցե այո, բայց Մյունխենի մասին ես չեմ կարող ասել, որ ինքը
ինքը էկոլոգիապես անբարենպաստ քաղաք է։ Ինքը միշտ ինքը կանաչ գոտում է։ Կարող է նոր տարվա գիշերը կանաչ գոտում չլինի, երբ որ շատ ինչ-որ բաներ են կրակում, իսկ մնացած ժամանակները ինքը նույնպես դա կարելի ասել շատ այլ քաղաքների մասին։ Այսինքն իսկ մի մասը արդեն այդ մշակույթը կա, մի մասը կարող եմ ասել Զալցբուրգի օրինակով, որը փոքր քաղաք է, բայց տուրիստները քանի որ կենտրոնում շատ են Մյունխենին եւ այլ, նրանք տեղափոխվում են եւ նորից բնակվում են Սպուտնիկ քաղաքներում։ Ու գալիս են քաղաքգործի գնում են տուն, հա։ Օրինակի համար ես ձեզ ասեմ, երևի Մյունխենից մինչև Garmisch-Partenkirchen 110 կիլոմետր է, երևի շփոթվում եմ, 100-110 կիլոմետր է, այսինքն համարյա հասնում ես Կիրովական, Վանաձոր կամ Գյումրի, հա, ու այդ մեքենաների պատոկը, որը որ կա ամեն օր Երևանից, Մյունխենից, Garmisch եւ հակառակ, մարդիկ գնում աշխատում հետ են գալի։ Նու քանի որ իրանք ունեն բավականին բարենպաստ ճանապարհներ, հա, եւ այդ ճանապարհը թե մենք անցնենք 2 ժամ, նրանք անցնում են 45-ից րոպեից մինչեւ մի ժամ, հա։ Եվ գնացքներն են բավականին արդյունավետ աշխատում։ Այսինքն ինֆրաստրուկտուրայի զարգացումը նաեւ կբերի նրան եւ վերում է նրան, որ մարդիկ ցանկանում են ապրեն քաղաքից դուրս։ Հիմա Երևանի պայմաններում, Հայաստանի պայմաններում հաշվի առնելով մշտական ոչ բարենպաստ էկոլոգիական իրավիճակը արդեն կատաստրոֆային մոտեցված եւ գրեթե ցավալիորեն կարելի է ասել, որ դա արդեն կատաստրոֆա է Երևանում, այսինքն դա նշանակում է, որ մենք պետքա վրոձիբի ավելի ակտիվ օգտագործենք մեր հանրապետության բոլոր առավելությունները, որ մենք ունենք։ Այո։ Չի կարելի ասել, որ բնապահպանական միջոցառումները միայն մարդու պատճառով է, որ էկոլոգիան վիճակի է, քանի որ ընդհանրապես մեր հայկական լեռնաշխարհը եւ ցանկացած լեռնաշխարհ ունի ինչ-որ մի ֆոն, որը որ կա գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ մենք ունենք ֆանտաստիկ առավելություններ։ Եվ առավելությունները հետեւյալում է, որ մենք կարող ենք բարձրանալ մի 1000 կամ 500 մետր բարձր եւ ապրել եւ գոյատևել ավելի հիանալի պայմաններով, որը որ չունեն։ Իսկ ինչքան բարձր ենքան օդը ավելի մաքուր է։ Հա, հետո կլիմայական փոփոխությունները բերում են նրան, որ Երևանում ասենք այս տարի նույն Տաշկենտի եղանակն էր։ Ահա, մենք ոչ մի ձևով չենք կարող կանխատեսենք եւ գրեթե կլիմատոլոգները կարող են դա ինչ-որ ձևի ցույց տալ, որ ինչու է օրինակի համար նման մեծ քաղաքներում, որոնք են Ալմատան, Տաշկենտը, Երևանը, նույն Թբիլիսին, որ 2-3 տարվա ընթացքում էկոլոգիան շատ վատացավ։ Դա տրանսպորտի պատճառով չի, դա արդյունաբերության պատճառով չի, դա ինչ-որ այլ պատճառներով չի։ Պատճառները կան իհարկե, դրանք են, բայց պատճառներից մեկը եւ հիմնական պատճառը դա կլիմայի փոփոխություններն է։ Այսինքն կլիմայի փոփոխությունները բերում է ինչ-որ պայմանների, որը որ մենք դեռ պատրաստ չենք։ Ու մենք իրար հետ ենք եղել Տաշկենտ, դուք տեսել եք ինչա կատարվում, բայց ցավոք արդեն Երևանը մոտեցել է Տաշկենտից։ Դիտեպ Տաշկենտում շատ կար կանաչ հատված, հա, բայց չէր լուծում հարցը։ Իրանք երկրաշարժից հետո սովետական ուրբանիստները աշխատել են, բավականին լավ են աշխատել այդ քաղաքի վրա, բայց հիմա նրանք էլ են քայքայում այդ լրիվ այդ գիտությունը, որ եղել է, եւ սարքում են ավելի խաոտիկ միգուցե քան Երևանն է, հա, ու իրանք ստեղծում են պայմաններ, որպեսզի քաղաքը սկվազնյակի տակ չեն, ասենք, սենց ասեմ։ Ինվերսիա բառն ասում, հիմա սկվազնյակ ասենք, որ բոլորը հասկանան։ Նույնը մենք ստեղծել ենք Երևանում եւ գնալով շարունակում ենք։ Այսինքն դա նշանակում է, որ Երևանում չի լինելու բարենպաստ պայմաններ։ Հետո ասենք օրինակի համար աշխարհում հետաքրքիր վիճակագրություն կա։ Ես մի երկու թիվ ասեմ, քանի որ միշտ վատն ենք ասում, հիմա լավ ասենք։ Ուրեմն 2025 թվականի նվաճումներից մեկը աշխարհում նա է, որ բնապահպանական միջոցառումները լավ իրականացնելու պատճառով մահերը պակսել են 23%։ Իդեպ ես մի հատ ստեղ մեջբերում անեմ, Ռուսաստանում գիտես կա քաղաք, որը կառուցվել է էլի հայտնի գործարարի կողմից, Դաբրագրադա կոչվում է քաղաքը, ըստ իրանց թեզի այդ քաղաքում ապրողները միջինը 7 տարի ավել են ապրում, քանի որ այն գործոնները, որը կյանքի վրա դրական են ազդում, արկա այդ քաղաքում։ Հիմա նույն բանը կարելի ասել նաև Գողթի մասին, այն պրոյեկտի մասին, որը դուք եք անում։ Միանշանակ եւ նման ինչ-որ ինչքան շատ նախագծել են, ընդ որում մենք պատրաստ ենք ցանկացած նախագծին կիսվել մեր փորձով, ինչ-որ տեղ օգտակար լինել։ Այդ դեպքում արի մի քիչ խոսանք հենց Գողթի մասին, որտեվ ինքը եկեք ես վերջացնեմ այդ թիվը, հա, օրինակի համար։ Հիանալի ցուցանիշ է, չէ՞։ 23% մայրը պակսել են, քանի որ մարդիկ մտածում են իրենց բնապահպանության մասին։ Եկեք նայենք Երևանում ոնց է։ Ցավոք վիճակագրություն չկա։
կամ էլ կա փակ այդ վիճակագրությունը, բայց կարող ենք մենք բժիշկներին հարցնենք, հա, ինչ իրավիճակ է եւ ինչ տիպի հիվանդություններ մենք գրեթե աշխարհում առաջի տեղն ենք գտնվում։ Սկսած օնկոլոգիայից վերջացրած սերդечно-սասուդիստի, ես չգիտեմ, դիխացիլնի բաներով, հա։ Եվ երկրորդ լավ ցուցանիշ օրինակի համար Ֆրանսիայում նու հենց Փարիզում, հա, իր քաղաքապետը Պարծենում է պրոստը, որ իր կանաչ գոտին հզոր ավելացրել է ինքը 12 ծառ չտնգելով 8 ծառ հանելով, այն ինքը գրեթե հզոր ավելացրել է, այսինքն մասսիվ անտառներ է ստեղծել, ու ինչի համայնանում, որպեսզի մարդիկ կարողանան ապրեն գոյատևեն իրենց քաղաքում եւ զգան ավելի երջանիկ։ Ցավոք, այս վերջի 30 տարում միջև էլ մի երևելի էկոլոգիա չկար Հայաստանում, մենք լրիվ արեցինք ամեն ինչ, որպեսզի գանք հասնենք այս վիճակին, որին որ հասել ենք։ Ընդ որում ես հիշում եմ, ասենք նույն սովետական միության ժամանակ ես ուսումնասիրություններ բավականին լուրջ անում եի գրեթե երբ որ սովորում եի այստեղ Երևանում որ սովորում եի եւ պարադոքսը նա էր որ ունենալով նման գործարաններ ինչպես են Նայրիտը, ես չգիտեմ ավտոդողերի գործարանը եւ այլ մի շարք քիմիական արտադրություններ 98%-ը օդի աղտոտման տալիս էր ավտոտրանսպորտը 98%։ Հա, այսինքն այն իլյուզիաները, որ արդյունաբերությունը տալիս է հզոր եւ այլ, հաշվի առնելով, որ նրանց նկատմամբ հսկողությունը ավելի շատ է, գրեթե գործարանի մոտ ինչ-որ բան կզգայի, բայց ամբողջ քաղաքի վրա այդ ֆոնը այդքան վատը չէր։ Հասկացա։ Հա, բայց եկեք հասկանանք, որ 80-ական թվականների սկզբից արդեն քանի որ սովետական միությունը բարեկեցություն ավելացավ, մարդիկ սկսեցին պայքարել բնապահպանական միջոցառումներ ասել։ Ես չեմ ասում այն քաղաքականացվածը, որը արվեց հետագայում, հա 86 թվականից հետո, 7 թվականից հետո, այսինքն ես հիշում եմ աշխատելով Ալավերդու լեռնամետաղական կոմբինատում, որ ինչքան ներդրումներ էինք իրականացնում եւ ինչ պահանջներ կար, ընդ որում սովետական միությունից, քանի որ մեր ձեռնարկությունը սոյուզներ, որպեսզի մենք բնապահպանական շատ կոշտ միջոցառումներ իրականացնենք եւ բավականին մեծ հաջողություններ էինք հասել։ Այն թվերի տեխնոլոգիայով բնականաբար նույնն էլ իրականացվում էր այստեղ բոլոր գործարաններում։ Հա, այսինքն եկեք համեմատենք։ Ինչ որ բարեկեցություն ավելացավ պետության, մարդկանց, պահանջներ եղավ, ձեռնարկությունների էկոլոգիական իրավիճակը լավացնելու համար բավականին լուրջ միջոցառումներ իրականացվեց։ Հիմա Հայաստանում, ես չգիտեմ, եկեք նայենք, տեսնենք, քաղաքին կպած արդյունաբերական ձեռնարկությունները իրանք պահպանում են բնապահպանական միջոցառումներ, թե չէ։ Ես երաշխավորում եմ, որ մի շարք ձեռնարկություններ չեն պահպանում, հա, եւ դա նաեւ իր համապատասխան ֆոնն է ստեղծում քաղաքում։ Հասկացա։ Դե գանք հիմա գողթին, այդ դեպքում գողթը կոնկրետ լուծում է առաջարկում ավելի առողջ կյանքի, ավելի երկարակյաց կյանքի, ավելի որակյալ կյանքի։ Մի քիչ պատմի գողթի մասին ու ես գիտեմ, որ ներդրումների քանակը այդ տարածքի համար, հա, ահռելի են եւ հիմա կարելի է ասել դու քո գործընկերների ջանքերով գրեթե լուծել եք զբաղվածության հարցը ամբողջությամբ այդ տարածաշրջանում, հա։ Հա, այդ տարաշրջանը ուրեմն ունիկալ է Հայաստանի համար, եկեք դրանից սկսենք, քանի որ եթե ամբողջ հանրապետությունում դժգոհում է, որ աշխատանք չկա, մենք դժգոհում ենք, որ աշխատող չկա։ Հասկացա։ Մանավանդ կանանց հետ կապված եւ հետագայում դա մեզ համար խնդիր է լինելու, քանի որ գրեթե 500 ավել մարդ մեր մոտ աշխատելու են եւ դա ոչ միայն բանվորական ուժն է, այլ հիմնականում դա կլինեն ինժեներատեխնիկական մասնագիտություններ եւ այլ եւ այլ։ Այսինքն եթե ինչ որ մի տարածքում 1-2 հետաքրքիր արտադրություն անում, այդ տարածքի խնդիրը լուծում է։ Ես կարող եմ ասել օրինակ իմ ընկերը մեր անդամը Կումբի Մարկոսը Ղարիբյան ինքը մենակ եւ ընկերների հետ ստեղծելով երկու արտադրություն եւ մենք համատեղ ստեղծելով այգիներ եւ այլ մենք գրեթե լուծեցինք լրիվ այդ խնդիրը։ Այո։ Գործազուրկ հասկացողություն գոյություն չունի եւ իմ ավելի շատ խնդիր ունի որ դից մարդ բերենք որ աշխատեն հայացքում։ Ես բուկվալնա 3 շրջագայում էի Գողթ գյուղում ֆանտաստիկ, գյուղը ինքը ֆանտաստիկ է, հա։ Իհարկե ունեն հիվանդություններ, որ ունեն Հայաստանի բոլոր գյուղերը, բայց միևնույնն է, տները լավ, նոր, ռեմոնտ արած, այսինքն մարդիկ գումարներ ունեն, մարդիկ աշխատում են եւ կարող են ապրեն ու ազատ տուն չես գտնի դե։ Այսօր մեզ համար լուրջ խնդիր է, որ օրինակ մեր շինարարները, որոնք որ գալիս են գրեթե Հայաստանի տարբեր ծայրերից, հա, մենք չենք կարող իրանց համար տեղ գտնենք, որ իրանք ապրեն։ Դրա պատճառով կենտրոնում մենք ունենք մի հատ կառույց, որը սարքում ենք հանրակացարան, որտեղ որ իրանք կապրեն, քանի որ տեղ չկա, այսինքն մարդիկ
այդքան էմիգրացիա չեն եղել, ինչքան եղել է Երևանից եւ գրեթե բոլոր քաղաքներից, որոնք կարելի ասել կիսվել են, հա։ Այդ գյուղերի մասին չասեմ։ Դու ինքդ Լոռիից ես, չէ՞։ Հա, ես ծնվել եմ, մեծացել Ալավերդի, հա։ Okay. Միջև 30 տարեկան։ Մի քանի որ խոսեցինք Ալավերդից, ես ուզում եմ մի հատ հարց տամ, հետո վերադառնանք էլի գողթին որպես նախագիծ։ Ես գիտեմ քո ընկերներից դու այդ թեմայով միշտ լռում ես ու միշտ ուղիղ տրված հարցերից խուսափում ես պատասխանել, հիմա էլ կարաս չպատասխանես, բայց ինձ հետաքրքիր է, կարծում եմ նաև էլի ընկերներ կլինեն, որ հետաքրքիր կլինի այս հարցը։ Դու ֆինանսավորել ես Օձունի վանական համալիրի ամբողջ, այսպես ասած, ռեկոնստրուկցիան, ամբողջ վերակառուցումը եւ ես որ փնտրում եմ նույնիսկ կան հոդվածներ թերթերում գրած դրա մասին ընդհանուր մոտ 5-6 միլիոն դոլարի ներդրում է արվել կասես ինչն էր քեզ մղում անել այդ պրոյեկտը ինչ մոտիվ կար չէ դա 5-6 միլիոն դոլար չի նախ ասեմ որ հա մենք ընկերներով եւ համախոհներով կազմակերպեցինք, քանի որ երկրաշարժից հետո բավականին լուրջ խնդիրներ կար, ու կար միջ այդ էլ, հա, այսինքն սենց ասենք իրա բավականին գեղեցիկ էր, որ նայում եք քրշի վրա ինքը ծառ էր աճել օրինակի համար, բայց դա արդեն նշաններից մեկն է, որ ինքը քայքայվել է թե ուշ, հա, եւ համախոհների հետ հավաքվեցինք եւ իրականացրեցինք իրոք ռեստավրացիա Ընդ որում ես գոհ եմ նրանցից ովքեր որ իմ հետ մասնակցում են կարող են բոլորի անուն նշել բայց հարց քանի որ ինչ որ մեկին կմոռանամ դրա համար եկեք ոչ մի անուն չտամ բայց ես բոլորից շնորհակալ եմ հա ինչ որ մեկը կազմակերպեց աշխատանքները ինչ որ մեկը ֆինանսավորման հետ կապված օգնեց որպեսզի ճիշտ պլանավորվի ինչ որ մեկը բավականին լուրջ նախագիծ տվեց եւ որը կոորդինացրեց որպեսզի իրականացվի դա իհարկե անհրաժեշտ էր եւ իմ կարծիքով դա ինչ որ ազդեցություն ունեցավ այդ փոքր գյուղի, այսինքն ինչ փոքր Հայաստանի երկրորդ գյուղն է տարածքով, այդ գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման տուրիզմի նաև իհարկե, հա։ Ուրեմն արդեն հիմա կան բավականին շատ հյուրանոցներ, հյուրատներ, որոնք որ մարդիկ գալիս են, անդ որ ամառ ես ուզեի ինքս մի գիշեր մնամ, համարյա չէի կարողանում, արդեն ծանոթների միջոցով տունջարից, այսինքն այդ երևույթը կա, բայց միևնույնն է, քանի որ Հայաստանը ենթադրում են հայաստանցիք, որ կա գոյություն ունի մենակ Երևան, զարգանում է Երևանը, իսկ տենց հրաշալի վայրերը ցավոք մնում են այսպես կոչված հետամնա, բայց միգուցե դա նաև իր դրական կողմերն ունի։ Այն դաժանությունը, որ մենք իրականացրել ենք Երևանում, չենք անել մնացած քաղաքներում։ Տեսեք Գյումրին պաշտպանվեց։ Եթե փողոլներ Գյումրին կսարքեն նորից բիզնես կենտրոններ, ապակու շենքեր, որոնք որ մի քիչ սիրուն չի, մի հատ երևի գեղեցիկ է, բայց դե եկեք ճարտարապետներին խնդրենք, որ կանգնեն, էլի հերիք է։ Այսինքն հույս ունենանք, որ զարգացումը կգնա ոչ միայն Երևան, այլ նաև ռեգիոններ, որի կարիքը կա եւ հյուսիսում եւ հարավում։ Անտիր, Մոսես, մի հարց տամ, կա կարծիք, որ եկեղեցի կառուցելու փոխարեն պետք է կառուցել գործարան, որը կապահովի մարդկանց աշխատատեղերով, դու եւ կառուցել ես աշխատատեղեր, մեծ աշխատատեղեր ունեցող ձեռնարկություններ, բիզնեսներ, որտեղ բազմաթիվ մարդիկ են հիմա աշխատում, եւ նա էս արել, եւ նա էս արել։ Այս մասով Չէ, ես չեմ կառուցել եկեղեցի, եկեք հասկանանք, քանի որ ես բավականին միշտ եղել եմ դեմ նոր կառուցելուն, եթե մենք ունենք հին եկեղեցիներ։ Իսկ մենք Հայաստանում ունենք երևի իմ ընկերներից մեկը քննադատի թիվը, բայց ես ինչքան նշում եմ մոտ այս փոքր տարածքում 40,000-ից ավել պատմական հուշարձաններ ունենք։ Այո։ Ու գրեթե դրա 70%-ը բավական է վատ իրավիճակում է։ Ոչ մի անգամ եկեղեցին, որը կառուցվել է 20-րդ կամ 21-րդ դարում, ինքը չի կարող ունենալ էներգետիկան, որը ունենք եկեղեցիները, որը կառուցվել են 4-րդ դարում, 6-րդ, 7-րդ դարում կամ 11-րդ դարում։ Ինչ որ թվեր եմ ասում, որտեղ որ եկեղեցին հիմնականում կառուցվել է։ Այսինքն ես շատ օքեյ, ինչ որ քաղաքներ կան, բնակավայրեր կան, որ եկեղեցի կա, դա հասկանալի է, բայց անձնական ամբիցիաներից կառուցում են եկեղեցի, դե բնականաբար եկեղեցին դա ձեռ տալ ինչ որտեղ բայց մենք ավելի լուրջ խնդիր ունենք պահպանելու այն ինչը որ կա ու դա համատարած է հանրապետությունում ու ենթադրել որ պետությունը իր բյուջեով կարող այդ ամեն ինչը անի ոչ չի կարող
միգուցե այստեղ պետք է հասարակության վերաբերմունքը նաև որպեսզի պահպանեն ինչ որ կա։ Քանի որ մենք մեր մասին կարող ենք ասել, որ մենք կան այս աշխարհում եւ եղել ենք, միայն եթե ունենանք ինչ որ ապացույցներ։ Իսկ նման եկեղեցիները դրա վառ ապացույցներ։ Անտիր, դե վերադառնանք գողթին։ Գողթը դուք ընկերներով այնպես եք նախագծել ու հիմա արդեն ահագին մասը իրականացրել եք, որ ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ շարադրություն էինք գրում դպրոցում, մեր երազանքի տունը եւ մեր դասարանի բոլոր երեխաները, այդ թվում նաեւ ես, նկարագրել էինք մեր երազանքը այն ձևով, որ ձևով հիմա դու կառուցում ես գողթը, այսինքն կանաչ տարածք, սիրուն սեփական տներ, ջրային հատված, կենթանիներ, էկոլոգիա մաքուր օդ, չգիտեմ, անտառի մեջ բնության եւ քաղաքի ֆունկցիաների միքս, հա, ու կուզենամ այդ կոնցեպտից խոսանք մի քիչ, որովհետև Հայաստանում ես երկրորդ նման կոնցեպտը չեմ հանդիպել, որ լինի այդքան ներդաշնակ, նույնիսկ ռելիեֆի մասով դուք այնքան եք պահպանողական բնության հետ ձեր աշխատանքներում, հա, որ նույնիսկ ռելիեֆին չեք կպտում, այսինքն ռելիեֆը տները հարմարացնում եք ռելիեֆին, տները հարմարացնում եք բնությանը, ոչ թե հակառակը։ Կոնցեպտը մի քիչ խնդրեմ լուսաբանես։ Հա, եկեք սկսենք նրանից, որ երբ որ դուք ասում եք երազանքի տուն, միգուցե առաջի էտապը մեր դա իմ երազանքի տունն էր կամ քո, բայց կստած երկրորդ էտապից մենք արդեն առաջարկում ենք, որպեսզի ամեն մարդ իր երազանքը իրականացնի, դա բարդ է։ Դա բավականին բարդ է, բայց ես հիմա բացատրեմ ինչու նախնդիրը։ Եթե մենք առաջի էտապում առաջարկում ենք 4-7 տիպի տուն, երկրորդ էտապում 27, ապա հասկացանք, որ մենք չենք սահմանափակում դրանը, որը շատ բարդ է։ Ավելի հեշտ է կառուցել, դուք երևի հանրապետություն շատ տեղեր կունենաք, եւ ասել սա քո երազանքի տունն է, այստեղ ապրի։ Եղբայր, սա իմ երազանքի տունը չէ, սա քո երազանքի տունն է կամ քո բիզնեսն է, դրա համար մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհ, որը բարդացնում է բնականաբար նախագիծը, շատ է բարդացնում, բայց միևնույն ժամանակ մարդը որպես կոնստրուկտոր իր տունն է կառուցում։ Հիմա ես բացատրեմ։ Եթե մենք ինչ որ սահմանափակումներ չէ, բայց ունենք ինչ որ հողակտորներ, որը որ մենք բաժանում ենք նախորոք, թե առաջի թե երկրորդ փուլում ենք անում, եւ մարդկանց առաջարկում ենք, որ չէ, դուք պետք է առնեք 700 մետր կամ 1100 մետր, երրորդ էտապում արդեն մենք դա կանգնացրեցինք։ Նախ ամեն մեկը իրան կոմֆորտն է ազգում իր չափի հողամասում։ Ուղղակի մեկի համար 400 մետրը բավարար է, մեկին ընդհանրապես հողամաս չի պետք, իսկ ինչ որ մարդիկ կան, որ 4000 մետրն է, որ բավարար չի, եւ դրա համար մենք ասում ենք, ընտրի քո երազանքի տան համար հողակտորը։ Ինքը ընտրում է։ Հա, մենք առաջարկում ենք այն նախագծերը, որ մենք ունենք, եւ այն ճարտարապետներին, ում հետ որ մենք արդեն աշխատել ենք եւ իրար հասկանում ենք, իրանց հետ սկսեն աշխատել։ Բայց միևնույն ժամանակ մարդը կարող է կառուցել ճարտարապետի հետ ցանկացած իր երազանքի տունը, ցանկացած այլ ճարտարապետի։ Միայն մի սահմանափակում կա, դա կոչվում է ճարտարապետական կոդ։ Դա վերաբերվում է, դա գրեթե Հայաստանում առաջինը մենք ենք ներգրավել, դա վերաբերվում է թե հասարակական կառույցներին, տարածքին, թե վերաբերվում է անձնական տներին, որով որ մենք դնում ենք ինչ-որ սահմանափակումներ եւ տալիս ենք ինչ-որ ռեկոմենդացիաներ։ Այսինքն, օրինակ, մեր մոտ չեք կարող կառուցել Վերսալ։ Վահագնիում կա արդեն մի հատ երկու հատ լավ է հերիք է, էլի, հա։ Ժամանակը պահանջում է լրիվ ուրիշ տիպի կառույցներ։ Եթե ուզում եք Վերսալ, մենք միգուցե հող կգտնենք, որտեղ կգնաք կառուցեք։ Այդ մեկ, երկրորդը մենք սահմանափակումներ ենք դնում պրոպորցիաներով, ֆասադի, լուսավորության, ուրեմն ապակի պատման եւ այլ եւ այլ, այսինքն դա հաճախորդն է ընտրում դիզայնը, ինտերիերը, հա, լրիվ հաճախորդ ընտրում է, բայց այդ սահմանափակումների մեջ, որ ճարտարապետը արդեն մենք ունենք այդ արխիտեկտուրный կոդը, ես կարող եմ ցույց տալ։ Հա, դա մենք ունենք, բավական ամեն մեկը մոտ 100 էջանոց գիրք է, որը որ փաստորեն մեր սահմանադրությունն է, որպեսզի չստանանք այսօրվա Երևանը։ Ասենք եթե պատկերացրեք այսօրվա Երևանը հանում եք մնում Թամանյանը եւ իր ախոհները, դուք ստանում եք լրիվ ուրիշ քաղաք, չէ՞։ Այսինքն մենք չենք ուզում դառնանք Երևան, մենք ուզում ենք մնանք Թամանյանի քաղաքը, ասենց ասեմ, հա։
Սկսած ես չգիտեմ լուսավորությունից, որ շատ ժամանակ ես կարող եմ դաժե ասել ճանապարհներին, լուսավորությունը քեզ խանգարում է, դու քնես, խանգարում է մեքենա վարես եւ այլ, այսինքն դա պետք է լինի կոմֆորտ։ Սկսած այդ զաբորներից, որ Հայաստանում սիրում են, շատ ժամանակ փող են ծախսում դրա վրա, 4-5 մետրանոց զաբորն սարքում, հետո էլ փողը երեքչանում տուն սարքեն։ Մեր մոտ խիստ սահմանափակումներ կան, ընդ որում դա շատ քրիտիկական է այսօրվա Հայաստանի, եթե բոլոր են քաղաքացիներ, ովքեր որ մեր մոտ տուն են առնում, նրանք երջանիկ են, որ սահմանափակումները կա։ Օրինակի համար եմ ասում, դա մաքսիմում 60 սանտի կարա լինի ցանկապատը, իսկ կանաչապատումը կարա լինի սումարն 150 սանտի, այսինքն դու դա կոմբինացիա կարաս անես, շատերը 60 սանտիմետրը չեն ուզում, բայց գրեթե ուզում են նրանք հիմնականում ովքեր փոքր երեխա ունեն, որպեսզի չկարողանա դուրս գա տանից, էլի, այսպես։ Էլի սահմանափակումներ կան, սահմանափակումներ նաև, ասենք, գույների։ Ես հույս ունեմ, որ շուտ թե ուշ մենք կդառնանք իտալացիներ եւ գույների զգացողություն կունենանք։ Հա, ասենք, բայց դա երևի կտևա դեռ գրեթե ինչ որ բավական երկար ժամանակ, բայց հիմա այսօրվա դիզայներները ցույց են տալի, որ մենք այդ ճանապարհին ենք գնում ենք, ու որպեսզի մարդիկ սխալ գույներ չընտրեն, մենք խորհուրդ ենք տալի ինչ գույներ, ինչ ձևով կարող է լինի։ Կամ էլ ասենք քարերի տեսակները, հա։ Զավարյան, բայց ավելի կարևոր հանգամանքներ կան գողթում, որը կարծում ավելին է, քան Հա, ես սկսեցի տներից։ Ֆունկցիաներից, էկոլոգիայից, դա ավելի կարևոր է, ես սկսեցի տներից, ինչի համար, քանի որ նախ առաջերտին մարդ ուզում է կառուցի իր երջանկության, իր երազանքի տունը։ Այսինքն մեկ էթնարությունը տալիս ենք։ Ի տարբերություն լիքը շատ դեվելոպերների, որոնք որ ասում են, մենք կառուցել ենք քո երազանքի տունը։ Եղբայր, դու արդեն կառուցել ես, ես երազանքի տուն ուզում եմ, ես կառուցեմ։ Ես ուզում եմ իմ հողամասը, հա, ես ուզում եմ իմ վյունը, իմ պատկերացումը։ Ու մենք այդ հնարավորությունը տալիս ենք։ Միայն սահմանափակումներ կան, որը չի կարող լինի ուղղակի, հա, ստանդարտները, այսպես ասեմ, հա, որը կառավարվում է դիզայն կոդով։ Բայց միևնույն ժամանակ, որպեսզի մենք լինենք քաղաքի մեջ, ինչպես Գիրքորը դրեց անունը, հա, մենք չէինք ասում դες, մենք ուրբան վալ, գյուղ, փոքր քաղաք եւ այլ, հա, մենք տարիների ընթացքում եկանք են գաղափարախոսությանը, որ մեր մոտ պետք է լինի ինֆրաստրուկտուրա, որը լրիվ կբավարարի, որպեսզի մարդիկ ստեղ ապրեն։ Ցավոք մենք չունենք եվրոպական այն փորձը, որ ամեն գյուղ ունի իր ինֆրաստրուկտուրան։ Այսինքն developer-ը ինքը նույն ինֆրաստրուկտուրա չի կառուցում, ինքը պրոստը շատ գեղեցիկ միանում է։ Օրինակի համար ցույց տվեք Հայաստանում մի հատ գյուղ, որ ունի հրապարակ։ Ցույց տվեք։ Չկա, ցավոք չկա, նման հասկացություն չկա։ Գրեթե միայն Օձունում կարելի ասել, որ Օձունու եկեղեցի տարածքը, հա, ինչքան լավ է որ չեն գրավել, այդ տարածքը կա մոտ հեկտար ու կես, որը օգտագործվում է տարբեր տեսակի հասարակական միջոցառումների համար, իսկ Հայաստանում չկա։ Այսինքն մարդիկ դուրս գան, կենտրոնում նստեն, ընդհանրապես չկա ռեստորանա-կաֆեի կուլտուրա, մշակույթ չկա, այդել գյուղերում չկա, որ մարդիկ նստեն, հանգստանան, Բոսնեն, հա, երիտասարդներ Բոսնեն միտեղ։ Հա, մայթեր չի, Երևանում մայթեր չկա, ինչի մասին է խոսքը։ Դրա համար մենք որոշեցինք մի քանի կլաստերի բաժանել, դա երկար ճանապարհ է, մենք անցնենք այդ ճանապարհը անպայման եւ ստեղծել համապատասխան ինֆրաստրուկտուրա։ Համար առաջինը բնությունում դու ինչու ես տեղափոխվում բնություն, որպեսզի քայլես, որպեսզի ստանաս մաքուր օդ, որպեսզի ստանաս գեղեցիկ վյուներ։ Իսկ մեր տարածքը, հա, որպեսզի դա ջուրը մեր աստծոց տվելա չի խնայել, մեր ջուրը աշխարհի ամենահամովներից մեկն է, Դիլիջան, Սան Ֆրանցիսկոն հետ են մնում։ Հա, ընդ որում մենք այդ ջուրը մոտ 25 կիլոմետր ինքնուրույն քաշել ենք սարերից, իջացրել ենք, հա, եւ դա իրոք բավական ինքը բարձրորակ ջուր է։ Զավարյան, կարող ենք թույլ տուր միջամտում, կարող ենք մենք ասել, որ գողթում ապրող մարդը միջինը իր կյանքի տևողությունը կարող ավելացնի 5-10 Երևանի համեմատ 30 տարի։ Չէ, անկեղծ։ Այնքան ճիշտ Երևան, այնտեղ ապրի ճիշտ Երևան, հա։ Ու մենք դաստիարակ ենք կողքի գյուղերին, որպեսզի աղբ չվառեն եւ այլ եւ այլ։ Okay, այստեղ եւ թազարտադրությունները դուք ինչ որ մեկի խելքը չփչի, որ դնեն այդ է, հա։ Okay, եւ մյուս հարցը, նայ, կա տարածության որոշակի չափ, որ մարդը ամեն օր գնալ գալուց օրինակ խուսափում է։ Գողթից գալ Երևան աշխատանքի եւ հետ վերադառնալը մոտավորապես ինչ ժամանակի ծախսա։ Ես միջև այդ մենք խոսացինք ճանապարհների մասին եւ ճանապարհը որ 120 կիլոմետր այդքան երևելի ժամանակ չի, հա, գրեթե մի ժամատևում գնալ գալը
Ես կարող եմ հիմա ասել, նաև բարձրանում եմ դրանով, որ Հայաստանում մենք հնարավորություն ստեղծեցինք, կառուցեցինք նման ճանապարհ, շնորհակալություն այդ ճանապարհը շինարարին, ես չեմ ճանաչում ով է, եւ կառավարությունը կուրատորին Քրիստինային, քանի որ նման ֆանտաստիկ ճանապարհ մենք Հայաստանում գրեթե առաջ անգամ Արդեն ավարտված է, պատրաստ։ Գրեթե ավարտված է, հա, այնտեղ մի քանի տեղ է մնացել, բայց ճանապարհը հենց ճանապարհը Պակրով ասֆալտը ոչ մի բանով չի զիջում եվրոպական սարերի ճանապարհին։ Համոզվեք, ոչ մի բանով չի զիջում, ինքը շատ գրագետ իրականացվել է։ Եվ հույս ունեմ այդ ճանապարհը երկար կմնա։ Այսինքն, եթե անցյալ տարի նրանք Գողթից, Գառնից միջև Գեղարդ տարան ճանապարհը, հիմա բերեցին միջև Գառնի եւ ինքը բավականին որակով ճանապարհ է, հա։ Այսինքն, այդ ճանապարհը հիմա հնարավորություն է տալի մինիմում 10 րոպե կրճատել։ Դա մենք դաժե հրապարակի մյուսներից մյուսերը տաքսի ենք պատվիրում, որ գնանք, չէ, դա ազգային սպորտ է, դրա համար մեր համար դժվար է, ասենք, պատկերացնել, որ 30-40 կիլոմետր դու կարող ես գնալ գալ, բայց խորհուրդ եմ տալի, գնացեք եկեք, բանավանդ տղամարդկանց այդ 30-40 կիլոմետրը դուք գնում եք մեկ մենակ ձեր ղեկին, համձես համար դա ինչ որ ձև, քանի որ Գրիգորն է բավական խորացել նման գիտությունների մեջ կարող ասի, որ դուք ձեր մտքերն եք շարադրում, հանգստանում եք եւ այլ, հա, եւ դա ճիշտ է։ Ընդամենը 30-40 րոպե է տևում։ Ես սենց ասեմ, միջև Ջրվեժի նու քաղաքի սկիզբը տևում է 20 րոպե։ Դե մի բան իսկ քաղաք արդեն որ մտար կարող է 2 ժամ քշես։ Համաձայն եմ։ Նայ, մի բան հաստատ է, որ այդ էկոլոգիայում քնելը լինելու է մի 30% ավելի կարճ, այսինքն մարդը ավելի շուտ է զարթնելու, ավելի խորն է։ Հա, եւ ոչ միայն մեր մոտ, նաեւ էկոլոգիապես բարենպաստ պայմաններ Հայաստանում կան բավականին շատ տեղ եւ կլիմայի փոփոխությունների հետ կապված դա շուտով կլինի թե Սևանի ավազանը, թե աշտարակի արդեն աշտարակից դեպի ապարան որ գնում ես այդ հատվածը, թե Բյուրականի հատվածը ֆանտաստիկ հնարավորություններ ունի Աղվերան, Բժնի Հանքավան, ես Ծաղկաձորի մասին չեմ ասում, քանի որ Ծաղկաձորը Բանգլադեշ ենք սարքել, այդ հատվածը։ Այսինքն իմ կարծիքով քաղաքի զարգացումը պետք է գնա այդ ուղղություններով։ Եվ բնականաբար հույս ունենանք, որ մենք այնքան հարկեր կտանք այս մեր պետությանը, որ պետությունը նաև երկաթգիծներ կսարքի արագ եւ ասենք օրինակի համար Գյումրիից Երևան 25 րոպեում կգաս կհասնես եւ կապրես Գյումրիում կաշխատես Երևանում եթե ուզում ես կամ էլ կգաս Կազանանուց էլի հետ կգնաս օրինակի համար եմ ասում էլի հա ինֆրաստրուկտուրան շատ կարեւոր է որպեսզի մենք Հայաստանը բնակեցնենք Հայաստանը բնակեցված չի այսօր ցավոք բնակեցված չի այսինքն մենք հիմա գնում ենք նույն ճանապարհով որ Ղարաբաղը եթե Ղարաբաղում չներ 120,000 մարդ կամ 150,000 1.5 միլիոն իր բախտը լրիվ ուրիշ ձև կլիներ իսկ մեր հյուսիս եւ հարավի նկատմամբ ցանկացողներ տիրելու շատ են հասկացա։ Քո նման գործարարները շատ մեծ մասշտաբի փոփոխություններ են անում երկրում, թե ամեն մեկ իր ոլորտում, հա դու հիմա դա անում ես կարելի ասել քաղաքաշինության ոլորտում, փաստացի զրոյից քաղաք եք կառուցում, ես ասում եմ քաղաքի մեջ փորձում ենք որտեղ իդեպ ես ուզում եմ մեր հանդիսատեսին ասեմ եթե կցանկանաք նույնպես ձեր կյանքին ավելացնել ոնց Մովսես ասեց 20-30 տարի ապա բնակվեք Գողթում ձեռք բերեք Գողթուն տուն եւ ընտանիքով ապրեք Գողթում եւ դա Գողթ Urban Value-ում նախագծի անունը եւ վստահ եմ դա շատ մեծ ներդրում կլինի առաջին հենց առողջության վրա ամբողջ ընտանիքի կյանքի որակի վրա նաեւ ինչի՞ չէ այն որ հիմա տուն չկա որ կարաք վարձեք ձեր աշխատակիցների համար դա նաեւ նշանակում է որ կապիտալիզացիայի մեծ process է լինելու նաեւ ձեր կառուցած Մենք արդեն կապիտալիզացիա ունենք եւ որոշ մեր գնորդներ արդեն ֆիքսել են իրենց կապիտալիզացիան, որը 25-ից 50% եւ գրեթե այս տարի կլինի նաեւ գնաճ մինիմում այս տարի նկատի ունեմ 26 թվականի մինիմում 25%, իսկ եթե ինֆրաստրուկտուրայի 30-40%-ը պատրաստ լինի, մեր գները կաճեն 2 եւ ավել անգամ, հա։ Հիմա եկեք ինֆրաստրուկտուրայի մասին ասեմ, մենք ինչ ենք ենթադրում, մենք ունենք մի քանի կլաստեր Կլաստեր համար առաջի, դա կրթությունը, որը բաղկացած է նաև երկու մասից, հա, դա միջնակարգ կրթությունն է, եւ արտադպրոցանային, արտադասարանային կրթություն, որը որ մենք փորձում ենք անել կոաֆի եւ արմատի միջոցով, ինչ որ գրավոր թե բանավոր համաձայնություններ ենք եկել,
ընթացքի մեջ ախնդիրը մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Սկսած մանկապարտեզ, վրճացրած հայսկոլ, հա։ Մենք դա կրթություն։ Մենք ունենք հենց ինքը տարածքը ինքը բարենպաստ է, որպեսզի դու քայլես, ժամերով կքայլես, նույն ճանապարհով չես գնա կամ հեծանիվով։ Տարածքը քանի հեկտար է։ Տարածքը մոտ 100 հեկտար է ինքը, հա։ Ուրեմն դու կարող ես քայլել, դու կարող ես վազել, դու կարող ես հեծանիվ քշել, դու կարող ես սպորտային համակարգեր ունենալ, այսինքն անունը դնենք սպորտ, առողջապահություն, դու ունես սպորտ, ֆիթնես եւ այլ, որից կարող ես զբաղվել եւ կունենանք բնականաբար նոր հովիք ենք դրա մասին խոսում, տարբեր սպորտային ֆուտբոլ, բասկետբոլ եւ այլ համապատասխան մարզադաշտեր։ Ու այդ մարզադաշտերը կծառայեն ոչ միայն մեզ գյուղին, այլ նաեւ տարածքին։ Ընդ որում եկեք հասկանանք, որ ինքը բաղկացած է գլոբալ երկու մասից։ Մի մասը դա բնակելի շենքերն են, որոնք որ առանձին կլինեն իրանցով հասարակական մասից, իսկ հասարակական մշակութային մասը դա բացալինելու բոլորի համար։ Եվ հույս ունենա, որ դա ներքին туриզմի համար կծառայի բավականին լուրջ։ Ինչ ասել է հասարակական մասը, ինչա դա ենթադրում։ Հիմա ես ասում եմ ինչն է, հա, ու դա կծառայի ոչ միայն որպես ներքին туриզմի համար, այլ նաև բնականաբար սպորտ եւ այլ, այդ մեր կողքի դպրոցներում 4-5 դպրոց կա, չկա համապատասխան հնարավորություններ, իրանք կօգտվեն մեր հնարավորություններից։ Ինչ է նշանակում հասարակական մասը, նորից դա 4 խոշոր կլաստեր է, մեկը կրթություն, մեկը սպորտ, մեկը տարբեր տեսակի առողջության պահպանում, ֆիթնես, միթնես եւ այլ, պարզ տարբեր տեսակի խմբեր, հա, տարբեր տեսակի խմբեր, որոնք որ պարից, սկսած պարից վերջացրած, ասենք նման փոքր ստուդիա։ Դրա կարիքն կա, դրա համար եմ ասում։ Դե եւ բնականաբար ոնց մենք կարող ենք առանց խորովածի տեղ գտալ, այսինքն դա հասարակական սնունդ էլ կլինի, որը մենք ենթադրում ենք տարածքում կլինի ռեստորան, կաֆե, կավորքինգ, կաֆեում գրադարան, հա, տրադիցիոն գրադարանը լավ բան է, ասենք, երբ որ նստում ես գրքով կարդում, իմ կարծիքով շուտով այդ մշակույթը հետ կգա, որ թղթի գիրք մարդիկ կարդան։ Ահա, գինետուն, սիգար-բար, այդ ամեն ինչը կլինի։ Եվ հիմա մենք բավականին դա հիմնական ինֆրաստրուկտուրան է, որ ես ասեցի։ Հիմա մենք բավականին լուրջ քննարկումներ ունենք տարբեր առայժմ կոմերցիոն գաղտնի կանոններ չեմ տալի, երկու լուրջ գաղափարախոսության հետ կապված։ Դա հյուրանոցային համակարգն է, որի մեջ կլինեն մնացած կոնֆերանս-զալ, սպա եւ այլ, դա աշխարհահռչակ ցանցերից մեկի հետ մենք բանակցություններ ենք վարում, ուսումնասիրություններ ենք իրականացնում։ Եվ մենք չենք մոռանում, քանի որ դա իմ մասնագիտությունն է Գերմանիայում, հա մենք դրա մասին չենք կարող մոռանալ, դա տարիքով մարդկանց եւ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար մենք փոքր գյուղի մեջ գյուղ կսարքենք։ Դա հիմա մենք գնում ենք նաեւ այդ ճանապարհը, որը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ է Հայաստանի պայմանների համար, հաշվի առնելով, որ մենք ունենք բավականին մեծ միգրացիա, հիմնականում ստեղ մնում են ծերերը եւ նրանց խնամելու խնդիրներ կա, համաձայն եմ։ Շատ լավ, դե գողտին հաջողություն եմ աղթում, ես ձեր պրոյեկտը շատ եմ սիրում, գիտես, երկու ձեռքով միշտ բալետ եմ անում։ Շնորհակալություն։ Ես հույս ունեմ ձեր երեխաները մեր մոտ անպայման դեռ մանկապարտեզ կգան։ Անպայման։ Դե գանք մյուս պրոյեկտին, իրականում մենք այսօրվա ոդկասթի շրջանակներում Մովսեսի բոլոր պրոյեկտներից չենք հասնելու խոսանք, որովհետև ինքը շատ է, կամ պրոյեկտ ցավոք։ Նույնիսկ ես չգիտեմ։ Ինչ որտեղ կետոնալ մտեղ ավելի ճիշտ է։ Այո, եւ պրոյեկտներ կան Եվրամիությունում, ոնց որ ասած Մովսեսը, մի քանի մեծ ընկերություններ կան տարբեր ոլորտների, բայց վերադառնանք Հայաստան եւ գանք Աղվերանի ձեր պրոյեկտին, որը որ էլի մեծ սիրով ես դու կառուցում։ Իդեպ ես նկատել եմ քո բոլոր պրոյեկտներում մի հատ կարմիր թելով մի հատ առանցքային գաղափար ա գնում, դա մարդու կյանքի որակն է, առողջությունն է, երկարակեցությունն է, այն ինչը իրոք իմ կարծիքով ամենաթանկ կապիտալն է։ Մենք կապիտալիստների ակումբ ենք եւ մեր համար կապիտալը սկսած, ասենք, չգիտեմ, գումարից բանկում դրած, վերջացրած անշարժ գույքով ինչ որ երկրում, այդ ամենը կապիտալ է կոչվում, բայց իմ համոզմամբ նաեւ վստահ եմ քո ամենաթանկ կապիտալը դա հենց առողջությունն է, երիտասարդությունն է, որտես քո տարիքում դու ապրում ես երիտասարդ, չգիտեմ։ Այս ասին ձեզ երիտասարդ ասում։ Քեզ եմ ասում, ես նաև քեզ եմ ասում, 25-30 տարեկանի գործարի եռանդով ես դու ապրում, ճամփորդելով, բազմաթիվ պրոյեկտներ անելով, ու իմ համար, իմ կարծիքով ամենաթանկ կապիտալը հենց այդ երիտասարդության էներգիան է, որը մարդը պահպանում է անկախ իր տարիքից։ Հիմա գանք Աղվերանին, Աղվերանում ինչ պրոյեկտ ես անում։ Գրիգոր ջան, հիմա տեսեք, մենք երբ որ խոսում ենք անվտանգության մասին, չէ՞,
մենք ենթադրում ենք անվտանգություն մեքենայի համար, տան համար, մեր կյանքի համար, որ մեզ ինչ-որ մի հանցագործ չխփի, մեր կոստյումի համար, եւ ոչ մի անգամ մենք չենք քննարկում մեր առողջապահության անվտանգության հարցերը, այսինքն դա միշտ դուրս է, այսինքն մենք կարող ենք լավ զամոք դնել մեր դռների վրա, տանը Երևանում փակվել, չհասկանալով, որ դու արդեն քո անվտանգությունը բավական վտանգի տակ է, քանի որ դու շնչում ես օդ, որտեղ որ գրեթե 100 անգամ ավել են բոլոր տեսակի այն անվտանգավոր նյութերը, որը որ դու շնչում ես։ Մենք դա չենք հասկանում, չենք տեսնում։ Քանի որ ես все-таки փորձ ունեմ ոչ բարենպաստ էկոլոգիական քաղաքում ծնվել մեծանալու եւ ասենք Ալավերդում լեռնամետալուրգիական կոմբինատը եղել ընդամենը 100 մետրին բնակվելու վայրից եւ աշխատել եմ բավական երկար այդ գործանում, մենք ինչ որ բավականին լուրջ ուշադրություն ենք դրան դարձնում եւ հասկանում ենք դրա վտանգները եւ առավելությունները, հա։ Երևանում ցավոք չեն հասկանում։ Հա, ես ինչ որ թեմաներ, որ ես զրուցում եմ, ես արձագանքները վկայում են նրա մասին, որ շատերը գրեթե չեն հասկանում կամ ինչ որ բոտեր են, որոնք որ աշխատում են, բայց օրինակի համար քննադատում են նույն ռելականտներին, որ եկել են եւ պահանջներ են դնում։ Նրանք չեն ուզում հասկանալ, որ ռելականտների մեծամասնությունը դա հայ կլաս մարդիկ են, որ տեղափոխվել են հյուսիսային տարբեր պետություններից, հա, եւ իրանք փորձել են գտնել այստեղ ապաստարան, փորձել են այստեղ ապրեն, եւ մենք պարտավոր ենք նման մարդկանց ընդունել, եւ նրանք համարելով սա արդեն իրանց պետությունը, որտեղ որ իրանք ուզում են մեծացնել իրանց երեխաներին, առողջապրեն եւ ասում են, բայց միգուցե ինչ որ մի քայլ անենք, որ Երևանի օդը լավանա, ու մենք չենք հասկանում։ Ես ինչու ասեցի 30 տարի։ Մենք վիճակագրություն ունենք, որ Հայաստանում միջին տարիքը ինչ որ մի տարիք է, հա։ Ճիշտ է, սխալ է, ես չեմ կարող քննարկել դա, չգիտեմ, հա։ Քանի որ հայկական վիճակագրությունը ունի իր եռանկները, բայց օրինակի համար ես ձեզ ասեմ, մի օրինակ բերեմ։ Ինչու ասեցի 30 տարի։ Գերմանական գյուղերից մեկում, որտեղ ունով նայես բախտ եմ ունեցել բնակվելու, իմ հարևանուհին 95 տարեկան էր, 95։ Ամեն երեկո ինչ որ միջոցառումներ էր կազմակերպում։ Ամեն երեկո, հա, հրավիրում էր երիտասարդներ, իր տարիքի մի քիչ ավելի ջահել եւ այլ, հա, ու մի օր ամուսնացավ 90 տարեկան պապիկի հետ, հա։ Դու դե մենք շփվում ենք, ասում ենք, քո ինչին էր պետք ամուսնալ, քեզ լավ է զգում, ասում չէ տղա ջան, դու չես հասկանում, բայց ամեն օր գնում եմ ռեստորան, կաֆե, շամպանսկի եմ խմում, կոֆե եմ խմում, ում հետ գնամ, ով ինձ ուղեկցի, կամ կինո եմ գնում։ Այսինքն մարդը դեռ 95 տարեկանում, հա, ինքը դեռ նպատակներ ուներ եւ գնում էր առաջ։ Ինչի համար, քանի ինքը առողջ միջավայրում է ծնվել, մեծացել եւ ապրում է առողջ միջավայրում։ Ու եթե ելներ Երևանը պես օդը իրանց քաղաքապետը 10 վայրկյան չէր մնա։ Այսինքն մենք կորցնում ենք 30 տարի, մինիմում 30 տարի մեր կյանքից ապրելով վատ միջավայրում։ Դրա համար ես միշտ առաջարկել եմ ժողովուրդ տեղափոխվեք, Աբովյան, Չարենցավան, ես չգիտեմ, Սևան, Աշտարակից վերև, եկեք մեր մոտ, որտեղ ուզում եք, հա։ Երևանը դա աշխարհի կենտրոնը չի։ Ու շատ դառնալու է Դեթրոյթ։ Հասկացա։ Շատ լավ, Աղավերյանի պրոյեկտին գանք։ Հա, Աղավերյանն էլ նման պրոյեկտ է, ինքը մի թերություն ունի, որ 2000 մետրի վրա է։ Քանի որ ցավոք հաշվի առնելով առողջական իրավիճակը ազգաբնակության ամեն մեկը չի կարող բարձրանալ այդ բարձրության վրա, բայց դա Սևանին բարձրությունն է, բայց ինքը անտառի մեջ է, դու չես զգում, որ դա 2000 մետր է։ Դա ֆանտաստիկ անտառ է։ Ու ես ասեմ, ես ապշած եմ, որ գրեթե երիտասարդության մեծամասնությունն էլ չգիտի ինչ է նշանակում Աղավերյան։ Այն տարիները, երբ որ սովետական միության ժամանակ բարեկեցությունը բավականին բարձրացավ, Աղավերյանում ամեն մի խոշոր ձեռնարկություն, գործարան գրեթե իրենց նպատակը դրեցին այնտեղ կառուցեն տարբեր պանսիոնատներ։ Եվ իմ տարիքի ինձանից մի քիչ փոքր կամ մեծ էր երիտասարդները, իրանք Երևանից հիշում են, ովքեր նորություն են ունեցել իրանց բոլոր արձակուրդները անց են կացել Աղավերյանում եւ երջանիկ էր եղել դրա համար, հա։ Հիմա չկա։ Եվ ես զարմանում եմ, որ նման բարենպաստ բնակլիմայական պայմանները, որ կա Աղավերյանում եւ ամենամոդիկն է Երևանին, հա, գնում ես շաբաթ-կիրակի կտեսնես կամ մի մեքենա կամ չես տեսնի։ Մարդիկ չեն գնում։ Միգուցե երբ որ արդեն 40-40 աստիճանանում Երևանում փորձում են գնալ այդ օրերին կորչեն մի տեղ գտնեն, գնում են ինչ-որ պանսիոնատներ։ Այսինքն չի զարգանում տարածքը, հա։ Մենք այդտեղ անտառում ամենաբարձր կետում գրեթե կարելի ասել, հա, փոքր հյուրանոցային շատ փոքր համակարգ ենք ստեղծում,
Հույս ունեմ մոտակա ժամանակներս կավարտենք, դա դալգաստրո եղավ բավականին երկար տարբեր պատճառներից ելնելով, եւ դա ես համարում եմ միայն առողջական կենտրոն, որտեղ կլեն համապատասխան ինստիտուտներ առողջությունը պահպանելու, վերարտադրվելու համար, եւ բնականաբար այնտեղ չի լինի տելևիզորներ, չի լինի բիլիարդներ եւ այլ, կամ մարդ բնությունը իր առողջությունը, անտառները, որտեղ խնդրեմ մանալի գնա։ Արի մի փոքր ժամանակային, այսպես ասած, տեղափոխում անենք, հետ գնալով, Ինչից առաջ։ Մի 20 երևի։ Okay։ Երբ սկսեցիր բիզնեսը ու քո առաջի բիզնեսը ո՞րն է եղել, առաջի պրոյեկտը ո՞րն է եղել։ Ես դեռ սովետական միություններ երբ որ տեղափոխվեցի Ռուսաստան, ընդ որում ես արդեն բավականին բարձր պաշտոն էի գրավում 27-29 տարեկան հասակում, եւ ցանկություն ունեի ինչ-որ ինքս զարգանալ եւ այլ, ու ցավոք այդ տարիները համընկավ նրա հետ, որ փակվեցին մի շարք ձեռնարկություններ, նաեւ այն գործարանը, որտեղ որ ես աշխատում եմ լավեր մետալուրգիականը, ու երբ որ տեղափոխվեցի Ռուսաստան, այն ժամանակ կար հասկացողություն թոշակ, որը հավասար էր իմ աշխատավարձին, բայց քանի որ ինֆլյացիա ընդ որում իմ աշխատավարձը գրեթե ավելի բարձր էր, քան Հայաստանի ցանկացած նախարարի սովետական միության, քանի որ գործարան էր, Դու գործարանի ուրեմն վերջի պաշտոնս եղել է, որը ես չեմ ցանկացել, բայց եղել է սեկրետար պարտկոմը, կուսակցության, ու պրինցիպե դա կարելի է համարել առաջ կամ երկրորդ պաշտոն նայած որտեղ ու ընդ որում մեր գործարանը սովետական միության 18 գործարաններից մեկն էր իր բնակավարում եւ մենք բավականին մեծ լումա ունենք Հայաստանի զարգացման մեջ բավականին մեծ լումա ունենք եւ մեծ լումա ունենք իհարկե բնապահպանական հարցերը որ մենք փչացնում ենք օդը ջուրը եւ այլն ցավոք էլ կար բայց չի լինում առանց դրա մետալուրգիական գործարան դրա համար հիմա որ ցանկանում են միայն զարգացնել մետալուրգիա եւ այլ, մի քիչ պետք է մտածեն էլի, քանի որ վերջին հաշվով մենք ինչ ենք ուզում ստանանք։ Հենց այս վարկյանում ինչ որ մի օգուտ, թե մենք պետությունը թողնենք մեր սերունդներին, որոնք որ դեռ հազարամյակներ ստեղ պետք է ապրեն, ու մեզ չանցեն էլի, Տեղափոխվելով Մոսկվա ինչ որ մոմենտ սովետական միությունը փլվեց, թոշակը չբավարարեց եւ անհրաժեշտ էր որպեսզի հոչեի կարծնողներից փոխուզեմ, ստիպված սկսեցի ինչ որ գործարարություն, կամած եւ ստեղծեցին գրեթե Ռուսաստանի ամենախոշոր պրեմիում սեգմենտի դիստրիբյուցիոն ընկերություններից մեկը։ Ամերիա-ռուսը։ Որը մինչև այսօր գործում է։ Մինչև հիմա գործում է, ընդ որում իմ ընկերները կրկնապատկեցին, յառապատկեցին իր հնարավորությունները եւ ինքը շուկայում դոմինանտներից մեկն է իր բնակավարում։ Մինչև այսօր։ Մինչև այսօր։ Դուք նաեւ ընկերներով Ամերիա խորհրդատվական ընկերության հիմնադիրներն եք, ճիշտ եմ ասում։ Ինչ որ մի этап եկավ, որ որի վրա հետո հիմնադրվեց նաեւ Ամերիա բանկը։ Ինչ որ մի этап եկավ, քանի որ Հայաստանում Տասիսը եւ նրա շուրջը հավաքված մի քանի ընկերներ հակահայկական քաղաքականություն վարեցին եւ խնդիրներ բավականին մեծ ցակում, դա եղավ ավելի շատ էմոցիոնալ որոշում, բայց ինքը բավականին լուրջ ազդեցություն ունեցավ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, քանի որ ստեղծելով ընկերությունը մի հետից դուրս եկավ ավանգարդ եւ բավականին լուրջ օգնություն ցուցաբերեց տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ձեռնարկությունների։ Ես սենց ասեմ, որ լինելով արդյունաբերության եւ առևտրի նախարարությունում, ես ավելի շատ օգտվում էի ընկերությունների, ոչ միայն այդ, նաեւ այլ ընկերությունների խորհրդատվական ծառայություններից, ոչ թե ծառայություններից, ինֆորմացիոն բազայից, քան նախարարության։ Քան նախարարության ինֆորմացիոն բազան զուտ հաշվապահական հաշվառումներ, իսկ նրանց բազան զարգացման հնարավորությունների պոտենցիալի մասին։ Այսինքն դուք ուղեղային կենտրոն եք ստեղծել, որը զբաղվում էր տնտեսական հետազոտություններով, ճիշտ եմ հասկանում։ Խորհրդատվությունով եւ այլ բավականին լուրջ պրոյեկտներ արվեց Հայաստանում։ Մինչեւ օրս Ամերիա խորհրդատվական։ Դե հիմա կա ինքը, ինչ որ этаպի նաեւ երբ որ ես հրավիրեցի այստեղ
այլ ընկերներ, հա, ստեղծվեց հետագայում բանկ, հա, ես դուրս եկա արդեն այդ ժամանակ, բանկը այսօր դոմինանտներից մեկն է Հայաստանում, գրեթե առաջինն է, շատ բնակավարներում, ինքը նոր մոդա է բերում, նոր մշակույթ է բերում Հայաստանում, եւ ես շատ բարձրանում եմ դրանով, որ ես մասնակցություն եմ ունեցել դրա ստեղծմանը, դե բնականաբար նաեւ իրանք ունեն խորհրդատվական ընկերություն, դուք լավ ճանաչում եք, նաեւ ինքը իրենց ղեկավարը պերիոդիկ հանդես է գալի նաեւ ակումբում, հա, բայց ես արդեն ընկերական փոխհարաբերություններ ունեմ եւ կողքից նայում ուրախանում եմ իրենց հաջողություններով, հա։ Ընտիր։ Դե փաստորեն բիզնեսը սկսեցիր դիստրիբյուցիայի ոլորտում, որը հետո հաջողեց։ Հա, դիստրիբյուցիա պարալել նաեւ արտադրությունների բերեցիք Մոսկվայում։ Հա, հասկացա։ Հիմա նաև Ռուսաստանում արդյունաբերական մի քանի ընկերությունում մասնակցություն ունես, որոնց մասին միշտ խուսափում ես խոսալ։ Սպասենք պատերազմը ավարտվի, որ հանգիստ շնչենք կամ ծախենք կամ շարունակենք։ Հասկացա։ Okay, շատ լավ։ Դե գալով մեր օրեր, ես ուզում եմ խոսենք ակումբից։ Դու մեր ակումբի շատ ակտիվ գործարարներից ես, քո նաև էներգիան, ժամանակը, փորձը ներդնում ես նաև ակումբի զարգացման մեջ, մենք շատ հաճախ շփվում ենք այդ թեմայով իրար հետ։ Ինչ է ակումբը քո համար եւ երբ որ դու եկար ակումբ, ինձ ասացիր sense հետաքրքիր բան, ասացիր որ գործարարների այն տեսակը, որը կա կլուբ կապիտալում, ինքը իրոք շատ թանկ կապիտալ է ու փոխում է այն պատկերացումները, որ Հայաստանում գործարարները ոչ կրթված մարդիկ կարող են լինել։ Հա, ընդ որում ամբողջ աշխարհում, ես դրա համար եմ ասում, որ դուք պետք է միանշանակ ձեր այսինքն մենք sense ասում, մենք աշխարհին հայտարարենք, որ Հայաստանում չկան միայն այն կազազած գործարարներ, որոնց համար փողը ամենամեծ նշանակությունը ունի եւ օգտվելով պետության կողմից կամ էլ պետական անձանց կողմից պրոտեկցիայով բավականին լուրջ առաջ են գնացել եւ աշխարհի ցանկացած վայրում, եթե հայերը խոսում են գործարարների մասին Հայաստանում, նրանց մի քանի անուն են հիշում, որոնք մենք բոլորս գիտենք, միգուցե նրանք արժան են դրան կամ արժան չեն, դա չի հետաքրքիր, բայց ամենայն դեպս նման տպավորություն կար նաեւ պատկերացրեք իմ մոտ, ես այդքան էլ վատ չեմ ծանոթ Հայաստանին, այդքան վատ չեմ ծանոթ եղել գործարար միջավայրին, բայց գալով ակումբ, ընդ որում ես չէի ուզում ակումբ, գամ ինձ մի քանի ընկերներ, ակումբի անդամներ, ասեցին արի, անհրաժեշտ է եւ այլ, քեզ անհրաժեշտ, հա, ես բավականին լուրջ զարմանք ինձ համար առաջացրեց, որ նման երիտասարդներ, նման բարձր IQ ունեցող, առանց ոչ մեկի, առանց պապաների, մամաների, առանց պետության, ընդ որում պրոցիվ վոլի, հա, ստեղծել ինչ-որ բիզնեսներ, հա, եւ ստաբիլ զարգանում են, եւ իրանց ապագան տեսնում են, հա, ու դրանք մեկը չեն, երկուսը չեն, 20-ը չի, 40-ը չի, հա, այսինքն նշանակում է մենք ունենք ապագա, հա, եւ լավ կլինի, որ դրա մասին շատերը իմանան, ասենք ձեր ակումբի հաջողակ անդամների մասին անպայման իմանան, ինչու պետքա լինի Հայաստանի գործարարի էտալոնը ինչ որ մի մարդ, որը որ կարա հակա էտալոնը լինի, ոչ թե ասենք այդ կոֆե հաուսի մեր ընկերները, ինչու ոչ, հա։ Նման երիտասարդ տարիքում ստեղծել դրան համակարգ, դա բավականին լուրջ համակարգ է, կամ ինչու չպետք է լինի, ասենք մետալուրգիայի կարկառում դեպքերը պետք է լինեն Հայաստանի դեմքը, ոչ թե ասենք նույն Բակուրը, որը որ ֆանտաստիկ բիզնես է ստեղծել, հա։ Ընդ որում նորից ոչ մի պրոտեկցիա չունենալով, հա։ Այո։ Դե այս մեր ոդկասթների նպատակը նաև էս է, որ դու ասացիր, Զավարյան ջան, որ մենք մեր գործարարներին իրոք լուսաբանենք եւ իրանք մենք շատ հյուրեր ունենք, ովքեր առաջի անգամ են առհասարակ ոդկասթի գալի։ Օրինակ դու Սուրենը Սարգսյան, Դավիթ Մարգարյան, շատ ընկերներ առաջի անգամ գալիս են մեր ոդկասթին ու պատմում ենք, խոսում ենք, հիմնականում առանց մոնտաժի, համերը մոնտաժ չենք անում։ Ու հենց ես ուզում եմ, որ մենք այս օրինակով արակենք նաև մեր մյուս ընկերներին։ Եվ ակումբից բացի ես նաև կուզենայի մենք խոսանք Ալյանսից, դու նաև մասնակցել ես Ալյանսի երկու մեծ հավաքներին, մի հատը Դուբայում, հետո Ուզբեկստանում, ոնց ես տեսնում կլուբ կապիտալի հենց միջազգային կապիտալը, միջազգային ռեսուրսները։ Ես լինելով ինչ որ էտապում գործարար, հետո անցնելով պետական պաշտոնի,
ես կարելի ասել իմ գործարար լինելու շատ ունակությունները կորցրեցի ու կարելի ասել շատ հարցերին ես նայում եմ ոչ թե որպես գործարար, այլ պետության շահերից ելնելով, հա։ Ու ես կարող եմ ասել, որ այն ալյանսը, որը որ դուք ստեղծել եք, հա, մենք ենք ստեղծել, օքեյ, դա ելնելով հենց մեր պետության շահերից, դա բավականին լուրջ ինստիտուտ է, բավականին լուրջ։ Այսինքն, պետությունը իր դեսպանատներ ունենալով, ես չգիտեմ, տորպեդներ ունեն, չունեն եւ այլ, նրանք գրեթե անում են կես տոկոս այն գործի, որը որ դուք եք անում։ Համոզված եղեք, հա։ Քանի որ ցանկացած պետություն, որտեղ որ կա ալյանսի ինչ որ այլ ակումբ, մենք կարող ենք լուծել ավելի լուրջ հարցեր, քան ինչ որ դեսպանատուն կլուծի, քանի որ դեսպանը ցավոք սովետական դպրոցը դեսպանատները ինքը ոչ մի անգամ էկոնոմիկայի նկատմամբ չէր, էլի ինքը ինչ որ այլ հարցերի հետ կապված էր, որը շարունակվում է հիմա, օրինակ դրա համար, ասենք նման ինստիտուտները, որ այսօր ստեղծվել են, դրանք շատ անհրաժեշտ են, կարևոր են։ Հա, ու ընդ որում մենք այդ պոտենցիալ օգտագործում ենք ընդամենը գրեթե 5-10%-ով եւ կարող ենք օգտագործել ավելի մեծ չափերի, հա։ Դա եւ գործարար լուրջ նշանակություն եւ մշակութային։ Այո։ Հա, ընդ որում այդ մշակութայինը միգուցե ավելի կարևոր է, քան գործարարը, քանի որ եթե գործարարը չասնենք, երիտասարդները մեր հետևից կգան կանեն, բայց մշակութայինը արդեն ինչ-որ մի ֆոն է ստեղծում, որի հիմա վրա մնացած արդեն կլինի։ Մի հատ հետաքրքիր պատմություն պատմեմ, մեր հանդիսատեսին հետաքրքիր կլինի, ուրեմն Ուզբեկստանում գնացել ենք սլյոտի մեր այլանս ակումբների, նախավերջին օրնա մեր Հայաստանի պատվիրակությունով ասացինք միասին միտեղ նստենք, հաց ուտենք եւ հենց նստեցինք, ես ասա տղեկ, հենց սկզբից ասում եմ, հաշիվը փակում ենք բոլորով միասին, հիշում ես։ Իրար հետ ենք փակում, պայմանավորվեցինք, օքեյ։ Նստած դե հաց ենք ուտում, մեկ էլ մեր ընկերներից 3 հոգի իրարից անկախ գնում են կասայի մոտ, որ հաշիվ փակեն եւ կասայում իրանց ասում են, որ ձեզ 4-րդ ընկերը արդեն հաշիվը փակել է։ Ընդ որում 3-ից 4-ից մեկը կին էր։ Այո, 4-ից մեկը կին էր, այո։ Մենք ապշել ենք, թե մենք հայերով տենց ենք, այս համու հոտը մեր, այս հյուրասիրելը, տալը, մենք հայերով կարող է վերջին կոպեկը տանք հյուրասիրելու համար ու այս նույն կոնտեքստում ես հիշում եմ, երբ որ այլանսի ակումբների նախագահները Հայաստան էին եկել, Զավարյանը ինձ առաջի օրը զանգեց, ասեց Գրիգոր, մի բան ասեմ, էլի, դու գործ չունես, ասի չէ ոնց, դու գործ չունես, իրանք իմ հյուրերն են, մեր ակումբի հյուրերն են, իմ հյուրերն են, ու չթողեց, որ ես մի օր գոնե իրանց դե հա, չէ, ոչ մի օր չի եղել։ Այսօր էս ռեստորանը, վաղ էս ռեստորանը, էս գինու գործարանը, էս առիթին ու մեր հյուրերը ուղղակի իրանց աչքերը չէին բացում, ամեն օր միտեղ ոնց որ ասած մի հատ լավ հյուրասիրությունից ու մենք այդպես ենք, չգիտեմ։ Բայց վերջից քննադատեցի 2 հայի, մեկը Հայաստանի ակումբի տնօրենին, մեկը Ուզբեկստանի Արսենին, քանի որ ասենք նայել հայկական ձևով այնց շատ շքեղ, որը նաև Գրիգորներ Հայաստանում կազմակերպում նման միջոցառումներ, ասում եմ ստոպ։ Նայեք իրանք ինչ են անում, նույնն էլ դուք արեք, մի քիչ ավելի բարձր։ Բայց նրանք երևի կընթադրեն, դա տրադիցիա է եղել սովետական միությունում, դա դաժե որ մարդ իր վերջին գումարները կամ էլ հարևանից պարտքավենում ինչ որ պատիվ ատալի, հետո շատ ժամանակ ասում են դե շատ ունեն անում են էլի։ Շատ հարուստ է։ Չիմանալով որ ասենք շատ լուրջ պատկերի տակ են մտել, որպեսզի կարողանան պատվով ընդունել դիմավորել ճանապարհել։ Okay, բայց պալուբոմը դա նաև բավականին լուրջ դրական ֆոն է ստեղծում, ու եթե գրեթե ես ինչքան հասկացա, երբ որ քվեարկությունը լինի Հայաստանում, օրինակ Դուբայում, թե Լեհաստանում, թե Ուզբեկստանում, Հայաստանը ու Ուզբեկստանը առաջինն կլինեն, քանի որ Ուզբեկստանում Արսենն է հայ, դու ստեղ ես հայ, հա, ու դրա համար դրանք համոզված են, որ կլինի ամենաբարձր մակարդակով այդ միջոցառումները կազմակերպվել, հա։ Դե վերադառնալով գործարարությանը ես կուզենայի լսեի քեզանից Մովսես ինչն է գործարարի հաջողության առանցքը բնավորության մասով քո կարծիքով որ գծերն են քո բնավորության ռեալիզացվել ու քեզ օգնել որ դու այսքան մեծ ընկերությունների մեջ հաջողություն ունենաս կատակով պատասխանեմ թե լուրջ եւ դավայ կատակից դու շատ լավ հումորից գացում ունես արի այդ բաց թողենք այդ ասա դե բախտը Okay Են մնացածը երևի մեր ընկերներ արդեն ասել են, հա, ինչ որ դրա համար եկեք դրանով սահմանափակվենք։ Դե բախտը ինքը իհարկե գործոն է ու երբ որ դու Դե եթե լուրջ ելնենք բնականաբար, հա, ես երկարատև ասեմ, բախտը սիու մինուտն է, բայց երկարատև երկար ժամանակում դա կրթությունն է։
Դու որտեղ ես ավարտել, ինչ կրթություն։ Չէ, դա իմ մասին չեմ ասում, ես ընդհանրապես ես ավարտել եմ մի 3-4 տեղ դրա համար։ Սովորել եմ եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում, եւ դրսում։ Դա բնականաբար կրթությունն է եւ միգուցե մեր հասարակության համար ամենակարևոր երկու խնդիրը, որը կա, դա առողջությունն է, որի մասին մենք արդեն բավական երկար խոսեցինք, եւ ավելի քիչ կարևոր չի դա կրթությունը, ընդ որում դա հիմա եթե մենք լուրջ մտածենք կրթության մասին, մենք դրա արդյունքը կտեսնենք 30 տարի հետո, բայց մենք չենք տեսնի ոչ մի անգամ արդյունք, եթե կրթությունը մնա նման մակարդակի։ Ու զարմանալին նա է, որ Հայաստանում ունենալով գրեթե համարյա 10 դպրոց, որոնք աշխարհում կարող են լինել լավագույն դպրոցները, բուհերի մասին չի խոսքը, ընդ որում անունները չտամ, որ ռեկլամ չանեմ, որ մի քիչ չլոպազանան, այդ դպրոցները իրոք աշխարհում գրեթե կմտնեն 5-ակի մեջ։ Ես համոզված եմ դրանում, քանի որ հնարավորություն ենք ունեցել համ ստեղ սովորելու, համ դրսում դրա համար։ Ու մենք ունենալով նման փորձը, պետությունը որպես պետություն իրանց փորձը չի օգտագործում, գոնե իրանց չի քսերեքսանում, որպեսզի մենք կարողանանք ունենանք համատարած կրթված ազգաբնակչություն։ Ես մոտ մի ամիս առաջ մենք Արմատի դպրոցներից մեկում էինք, դա քաղաքն էլ չասեմ, որպեսզի կատակները առիթ չդառնա, ու ես ապշած էի իհարկե, քանի որ երեխաները ռոբոտներից սկսած վերջացրած 4 սարքեր սարքում են, բավականին լուրջ ինչ-որ աշխատանքներ են վարում, եւ դա կոչվում է միջնակարգ ուսումնական հաստատություն, ասենք տեխնիկում, ասենց ասեմ, Եվ հարց եմ տալի տնօրեն, ասում եմ, իսկ ինչ բագաժով են կրթության գալիս, ասում է, գրեթե 50%-ը չի կարող գրել կարդալ, իր անունը չի կարող գրել։ Ասում բախի եք ընդունում, որը կցածերացնում եք, Ասում է, մոտիվացիան այնքան շատ է, որ 80%-ը պիտանի են լինում։ Ամեն մեկը իր տեղը գտնում է, ասենք, ինչ որ բաներով ազբաղվում, որ իր կրթական մակարդակին հետո շարունակվում է եւ այլն։ Այսինքն ունենալով հզոր բազա, որը միջնակարգ դպրոցներն են, որը Հայաստանում կա, Կոաֆն է, Արմատն է, բանն է այնուսը, Տումոնը, մենք ունենք շատ ցածր կրթական մակարդակ ու դա գնալով ավելի ապակսում։ Զավարյան, բայց մի հարց էլի, սա շատ կարևոր է։ Ասենք մենք իհարկե հենց վաղը ինչ որ փոփոխություններ ստանալու համար, բանը պերեկվալիֆիկացիա է ստանալու։ Դա էլ անհրաժեշտ ինստիտուտ, դա էլ է կրթություն, բայց երկարատև մտածելով, մտածի կրթության համար պլյուս 30-40 տարի։ Բայց ես մի բան ասեմ, ես ինքս Հայաստանում գործընկերոջս հետ Գևորգի Պողոսյան 2017 թվականին հիմնադրեցինք մի կրթական պրոյեկտ, որի հիմքի վրա ես հետո հիմնադրեցի ակումբը, հրավիրելով հենց մեր կրթական։ Հիմա այսպեսի մի կարևոր դետալ ասեմ, իմ կարծիքով բուղական կրթությունը երբեմն խանգարում է գործարարությանը։ Ես դա էլ բացատրել եմ։ Դա ամբողջ աշխարհում է։ Ու մի հատ նայեք, սկսած Բիլ Գեյթսից ով է բարձրագույն կրթություն։ Այ մտարի մի քիչ դրանից խոսանք, էլի։ Ես հիշում եմ մեր ժող ինստիտուտի Բայց մենք կրթության մասին ենք խոսում, ոչ թե բարձրագույն արի դա էլ հասկանանք ինչ ասել է կրթություն, էլի։ Ես մի բան ասեմ, մեր բուհը, ես ժող ինստիտուտն եմ ավարտել, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը։ Մեր բուհից շատ ուսանողներ գործարար դարձան, հետո ես որ շփվում էի հիմա իրանց հետ, ասում ինչի գործարարություն գնացիք, ասում դե չգիտեի որտեղ աշխատել, որտեղ ես մասնագիտություն էի ստացել, չկա ինչ որտեղ որ գնամ այդ մասնագիտությունս կամ բանկերներ, ով չէր ուզում գնալ բանկ, հաշվապահ պետքա դառնային, եթե չէր ուզում հաշվապահ դառնայր, մնում էր որ այսինքն իմ կարծիքով գործարարության տաղանդի իրացման այդպես ոնց է քո դեպքում եղել, աշխատանք ես ունեցել, լավ, հետո գնացել ես այդ թոշակը ինչ որ ժամանակ գործել է, ու վсё, ինչ որ կետից արդեն դու քո ճիքը պետքա գործադրեիր, ինչ որ արժեք ստեղծեիր ու ստեղծել եք ձեր ամերա ռուսը։ Չէ, ես կարող եմ մի քիչ ավելի խորը գնալ այդ ուղղությամբ, մի քիչ կատակով, մի քիչ լուրջ ասեմ, որ եթե ես չունենայի գիտելիքներ, որը ստացել եմ աշխատելով ձեռնարկությունում, միջև այդ այլ կազմակերպություններում եւ ինստիտուտներում, ինձ ավելի հեշտ կլեր բիզնեսով զբաղվել Ռուսաստանում այդ տարիներին, քան որ ինչքան քիչ կրթություն է, այդքան նագլ է երելում ու այդքան ավելի ռիսկով է գործեր անում։ Ես միշտ հետևանքներն էի դիտարկում, հիմա ասենք օքեյ, բայց այն ժամանակ հետ չպետք է նայեր, պետք է ինչ-որ մի բան խելքիդ թվել առներ, գնայր առաջ։ Բայց պալյուբոմը կրթություն առաջ, դա տարիներ ա եղել, որը հետ չի վերադառնալու, անհրաժեշտություն է։ Ես չքննարկենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների որակը, ես այդքան լավ չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել մի հատ օրինակ։ Երբ որ
ես Արմենալում գլխավոր տնօրեն էի, տենց շաբաթ չկար, որ մինիմում 100 շրջանավարտ կամ ուսանողի ես չհանդիպեի եւ հետները չզրուցեի, որ ինձ անհրաժեշտ էր որպեսզի երիտասարդները վերցնեմ, թարմացնեմ կոլեկտիվը, քանի որ տարիքով մարդիկ ովքեր որ փորձ ունեին նրանց գնալու ժամանակն էր, հա, իրենց վենեսիա արդեն խախտվել էր։ Ու ես ձեզ կարող եմ ասել, որ գրեթե 95%-ը պատկերացում չունեին իրաց մասնագիտությունից։ Այսինքն դա բարձրագույն ուսումնական հաստատություն կոչվելով իրանք կրթություն չէին տալի, դիպլոմ էին միայն տալի։ Դրա համար ես սեռնապահ մնամ այդ հարցով, հա։ Ես լավ չեմ տիրապետում։ Ես ինչ-որտեղ կարող գիտեմ 1-2 համալսարան, բայց ես լավ չեմ տիրապետում այդ հարցին։ Պրոստը կարող եմ ասել դա կրթություն չի տալի, պրոստը կրթություն չկա, հա։ Ասենք իրավաբանը, որի հարցնում ես քաղաքացիական օրենսդրության ինչ-որ մի հիմնախնդիրների մասին, նասկի չգիտի այդ օրենսդրությունը ինչ է, օրինակ։ Okay, իսկ գործարարության համար ինչ կրթություն է պետք մարդուն։ Չէ, ընդհանուր կրթությունն է ամենակարևորը, ընդհանուր։ Օրինակ խոսեցինք Բիլ Գեյթսի մասին, չէ՞։ Կարանք նույն նմանատիպ բոլոր նման մակարդակի մարդկանց մասին, ովքեր որ կրթություն ստանան։ Եթե նրանք դպրոցում եւ ինքնուրույն կրթություն չստանային, նրանք անկում չեն դառնա նման մասշտաբային մարդիկ, հա։ Okay, ինչ որ մեկին ինժեներինգ է պետք, ինչ որ մեկին մաթեմատիկ։ Դա բազմազանություն գոյություն ունի, էլի, հա։ Դրա համար ասել, չէ, գործարար գնացեք ուսումնասիրեք էկոնոմիկա, դա սխալ է։ Հա։ Ես կարող եմ հիմա ոչ Հայաստանից, բայց նաև Հայաստանում էլ միգուցե ինժեներական մասնագիտություն ասեմ, ովքեր որ մուլտիմիլիարդերներ են դառնում։ Համաձայն։ Հա։ Լավ, գանք քո ապրելակերպին, որովհետև մենք ժամանակ առ ժամանակ շփվում ենք իրար հետ, ես տեսնում եմ նաև շատ բաներ քեզնից սովորում եմ որպես ավագ ընկեր, ոնց ես դու քո բիզնեսից հետո կյանքը կառավարում ես, ես գիտեմ որ դու սիրում ես գեղեցիկ ապրել։ Իմ ապրելակերպը Երևանում դա կատաստրոֆա է։ Ապրում եմ հին շենքում, որը որ բնակարանը գնել էին սնական թվականներին, եւ արդեն մոռացել է այդ տան մասին, թե ասի ժամանակավոր տեղափոխվում եմ հիմա տեղ եմ։ Օդը կեղտ օդ, ինչ որտեղ քաղաքապետարան այդ անընդհատ պատերազմների մեջ որպեսզի մաքրեն, մենք էլ մաքրություն սիրող համակարգ ենք, ժողովուրդ ենք, հա, մի օր գալիս է այդ խեղճերը մաքրում, հաջորդ օրը նույն կեղտը հավաքվում է։ Եվ այլ, ինչ որ կենցաղային բավականին խնդիրներ կա, որը ինձ արդեն այսօր էլ չի դզում, հա, սենց ասեմ, հա։ Դա մեկ, երկրորդը ես ապրելով այլ քաղաքներում ես ինձ համար ունեի բոլոր տեսակի իմ ասենց ասեմ կենցաղային եւ մնացած հաճույքները, սկսած սպորտից վերջացրած ես չգիտեմ տարբեր տեսակի սպա հաճույքներով։ Հիմա այստեղ միայն մի հաճույք ունեմ, դա աշխատանքն է։ Մեկ էլ երկրորդ հաճույքը, ինչ որ ժամանակ առ ժամանակ ընկերներիդ կարողանում եմ գնալ ռեստորան։ Այսինքն իմ կենցաղը դեռ չեմ հասցել կազմակերպեմ Հայաստանում, հույս ունեմ մոտակա 1-2 ամսվա ընթացքում կազմակերպեմ։ Եվ կհրավիրեմ հյուր, դուք արդեն կպատկերացնեք, որ իմ երազանքի կենցաղը ինչ է իրան ներկայացնում։ Դա պալատներ չեն բնականաբար, հա։ Ես միշտ կողմնակից չեմ եղել դրան, ոչ պապս ա եղել պալատական, ոչ ես չգիտեմ։ Հայրիկս կամ էլ պապերիս պապերը, դրա համար դա ես իմ արյան մեջ չունեմ, էլի։ Հասկացա։ Ինչ գալիք մեծ պրոյեկտներ ունես գողթից հետո կամ գողթից մեծ է, որ ասում եմ երբ ես ավարտել, ասում եմ եղբայր, իսկ երբ է քաղաքը ավարտվում ինքը իրանով, քաղաքը պրոյեկտ է։ Ոչ մի անգամ։ Եթե քաղաքը շինարարություն չլավ, կանում է քաղաքը մահանում է։ Այսինքն մի բան հինանում է, մինը թազանում է, ինչ որ էներգիա կսկսի ինչ որ պահի տանը։ Ինչ որ, չէ, դե հեչ պարտադիր չէ, որ ես միջև վերջ աշխատեմ ընդ։ Նոր կադրեր կգան, կգնամ ուրիշ գործով կզբաղվեմ։ Հա, ինչ որ նոր ինստիտուտներ են առաջ գալի, որը պետք է հաշվի առնել։ Ու առայժմ ես ինձ չեմ տեսնում նման ձևի խորացված նախագծերում, բայց իհարկե հենց ժամանակ կլինի, ես ունեմ գրեթե 3 նախագիծ իմ ընկերների հետ, դա Հայաստանից դուրս ես կուզենամ անպայման իրանց բերեմ ինչ որ լագիստիկ ինչ որ ավարտի ու
հաջողակ սարքեմ այդ բիզնեսները։ Ընտիր։ Ես հիմա ուզում եմ քեզ տամ այն հարցերից, որը տալիս եմ գրեթե բոլոր իմ հյուրերին, յուրաքանչյուր մարդու կայացման գործում եղել են մարդիկ, ովքեր մեծ ավանդ են ունեցել ու տարիների փորձի հիմքի վրա երբեմն պետք է լինում հետ նայել ու այդ մարդկանց հիշել ու շնորհակալություն ասել, հա։ Քո կյանքում ովքեր են այն մարդիկ, ում դու կուզենաս մենք այսօր մեր ոդկասթի եթերից ասենք շնորհակալություն, թեկուզ եւ կարող է իրանք արդեն ողջ չեն կամ հիմա ողջ են, ապրում են, ովքեր կան քո կյանքում, Մովսես Զավարյանի կյանքում մեծ ներդրում ունեցող։ Դա ցամաս շատ կարևոր հարց է։ Միգուցե ցուցակը երկար է շատ, բայց ես կփորձեմ գրեթե բոլորին թվել, քանի որ մարդիկ կա, որոնք որ լեգենդ եղել Հայաստանի համար։ Ասենք մեր փոքր քաղաքում առաջին դասարան ունեցել եմ դասադու Ռայս Արմենակովն է, որը գրեթե կրթություն երևի չի ունեցել նորմալ, բայց ինքը տաղանդավոր ուսուցիչ է եղել։ Եվ հիմքը դրել է իմ կրթության եւ ոչ միայն իմ, այլ նաեւ ասենք մեր դպրոցի շատ աշակերտների։ Իմ պապիկը, որը որ Օշականից էր, մեծացել է ինքը Գիշբանում, Գիշերօթիկում, հա, եւ տեղափոխվել էր Ալավերդի եւ ինքը բավականին լուրջ մասնագետ էր Ալավերդու լեռնամետալուրգիական գործարանը եւ ամբողջ շրջանի համար որպես էլեկտրիկ, նա է առաջին լոման ունեցել բավականին լուրջ։ Ես զարմանում եմ ոնց է ինքը ինձ դիմանում, քանի որ տենց օր չկար, որ մի 5 ժամ ես իրան հարցեր չտայի, սկսած համաշխարհային պատերազմներից, վերջացած կենցաղով, եւ այդ խեղճ մարդը ստիպված գրքեր էր կարդում, որպեսզի ինձ պատասխանի, հա։ Ես աշխատելով լեռնամետալուրգիական կոմբինատում ունեցել եմ շատ լավ նաստավնիկներ, առաջինը պետք է նշեմ Նորիկ Սարգսյան, որը լեգենդար տնօրեն էր, ինքը իրոք, հա, աժդահամարդ, մեծ ճանով, հզոր, հա, մենք ոչ մի անգամ չենք բաշում, բայց ես իրանը շատ բան եմ սովորել, իրոք շատ բան, եւ փոքր նաստավնիկ եմ ունեցել, որի անունը գրեթե առաջ անգամ եմ տալի, Ջավախյան Նորիկ, որը ես չգիտեմ, ըսկի կրթություն ուներ թե չէ, բայց ինքը հնարավորություն ստեղծեց շատ երիտասարդների, որպեսզի իրենք աճեն, հա։ Դա իմ Ալավերդու փորձից եւ աշխատելով շուրջ Սովետում ես կարող եմ նշել, որ ինչ որ գիտելիքներ, փորձ ստացել եմ անդե Միջավայրից։ Ահա, դա ասենք Ալավերդու փորձը։ Հիմա տեղափոխվենք Մայրաքաղաք։ Հա, եկեք միջև Մայրաքաղաք տեղափոխվելը, ես չեմ կարող նշել մեկ շատ վաստակավոր հայ մասին, որը 95 տարեկան է, առողջ կյանքավարում, միջև հիմա աշխատում է Բելարուսում, 95 տարեկան, եկեք հասկանանք, մեր մոտ արդեն 65 տարեկանը թոշակառու է, չէ՞, միջև հիմա աշխատում է Դաբովյան Գենրիխը, հա, որը որ ոչ միայն ինձ, այլ նաև բոլորին, ովքեր որ եղել են մեր շրջապատում, բավականին լուրջ գիտելիքներ ա տվել, հա։ Իսկ ստեղ ես բախտ եմ ունեցել համագործակցելու սովետական միության լեգենդար տնօրենների հետ եւ ոչ միայն տնօրենների, դա Կարապետյանը Ռազդան Մաշի, դա Սաբյուրը Ստեփանյան, դա Գոսնաբներ ու մի շարք ձեռնարկությունների հիմնադիր, սկսած Աքարակից վերջացրած Քիմ գործարանը Ռազդանի, դա արդեն գիտությունների ակադեմիայի նախագահ Ֆադիե Տաչատիչը, դա կարող եմ ասել ինչու ոչ Յենգոյանը, որը որ Կանազում երկար տարիներ եղել է հիմնադիրը եւ գլխավոր տնօրենը, իսկ իմ երբ որ ես դարձա շատ կարճ ժամանակ, մի 2 տարի էր կարծեմ տնօրեն, ես միշտ զգում եի իր օգնությունը եւ իր փորձը ինձ բավականին լուրջ դպրոց էր ինձ համար։ Ու կարող եմ էլի թվել մարդկանց, օրինակ Խոջամիրյա եւ այլ, որոնց հետ շփվել ենք, բայց այդ լեգենդար մարդիկ ցավոք հիմա չկան։ Ու մեկ անգամ մենք Հայաստանի արդյունաբերության ներկայացուցիչներից մեկի հետ քննարկում էինք խնդիրներ, որը կապված էր սարքավորումներ տեղափոխելու, դա հիմնականում նայրիտներ, ինչ որ Արմենալ հետ կապված, եւ ասենք, բա որ են արդյունաբերողները, խի չեն ձենանում, ու հասկացանք, որ բոլորը գնացել են, մնացել ենք մենք տարիքով։ Չնայած ես երիտասարդ եմ ինքն էլ,
Բայց արդեն էլ մարդ չկա։ Զանամի նիկավո նետու, այսինքն մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնենք, ասենք, եղբայր, մեկ սպանը մեր արդյունաբերությունը միջև վերջ, պահպանեք, դա հնարավորություն ունի զարգացման։ Այն իլյուզիաները, որ դրանք արդեն մահացել են, դա տենց չի։ Ու չի լինելու հասարակական սպասարկման ոլորտով պետություն պահես։ Դա լուրջ արդյունաբերություն է պետք։ Ծանր արդյունաբերության պետությունները նման տիպի պետությունները չեն կարող գոյատևել, հա։ Այո։ Եվ ես շատ շնորհակալ եմ այդ մարդկանց, ովքեր որ հիմք են դրել, դպրոց են դրել, ցավոք 30 տարվա մեջ մենք կորցրեցինք դա։ Այո, ցավոք։ Շատ լավ, ու վստահ եմ նաև այսօր կան ընկերներ, օրինակ նույն Մարկոսը, քո գործընկերը, չէ, ով ֆանտաստիկ կոլորիտով գործարար է, ֆանտաստիկ։ Դե ես կարող եմ ասել գրեթե բոլոր քո ակումբի անդամները բոլորն էլ նման կոլորիտ ունեն, հա, ու դու ունես այնտեղ բրիլյանտներ, հա, որոնք մարդիկ խելոք են, չեն շփվում բան, բայց որ լսում ես իրանց պատմությունը հիանում ես։ Հիանում ես, շատ տաղանդավոր ազգ ենք, շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, քո ակումբի անդամներն էլ եւ իմ կարծիքով նրանք պետքա դառնան այս պետության հերոսները։ Ոչ թե հասկաց։ Այս նոտայով ավարտենք մեր շատ ես անկեղծ չեմ ուզում ավարտեմ, ես չեմ նախանձում մեր ունկնդիրներին, ովքեր ընդամենը ժամու 20 րոպեն կամ ժամու կեսն են պարոն Զավարյանին լսելու, ես բախտ ունեմ պարբերաբար շփվելու, լսելու, սովորելու, հարցեր տալու Մովսեսին, իսկ մենք այսքանով ավարտենք, քանի որ նաև ունենք ժամանակի որոշակի սահմանափակում եւ հնարավորություն կա որ մեր հանդիսատեսներ, մեր ունկնդիրները մասնակցեն այս ոդկասթին իրենց հարցերով, գրեք մեկնաբանություններում ձեր հարցերը եւ մենք էլ ես էլ Մովսեսն էլ կպատասխանենք, իսկ լավագույն հարց կա մեկնաբանություն գրողին, մենք Մովսեսի հետ կհրավիրենք սուրճի կամ ընթրիքի սեղանի շուրջ շփվելու։ Անպայման։ Համաձայն ես։ Իհարկե։ Դե մինչ հանդիպում Զավարյան ջան, շնորհակալ եմ քեզ գալու համար։ Իսկ ինչ ես հետադրում ամենահետաքրքիր հարցում կողմից կլինի։ Նկարագրի պատկեր։ Երիտասարդ, փորփրող, պրպտող, սովորող ու նաև գործարարի ունեցող նախաձեռնող Ինչ է տղամարդ։ Կարծում եմ կին աղջիկ։ Հա, դա միակ իմ քննադատությունն է ակումբին, որ կանանց մենք պետք է օգնենք։ Ավելի շատ որպեսզի իրանք դառնան ակումբի անդամ եւ մենք փորձենք այո իրանք օգտակար լինենք, որպեսզի իրանք զարգանան իրանք թե բիզնեսում, թե մնացած բնականներում։ Մենք այսպես շատ կին։ Դա երևի մեր 26 թվականն հիմնական խնդիրներից մեկն է։ Այո, համաձայն եմ։ Եվ նաև ես կանայք են փրկելու Հայաստանը։ Համաձայն։ Այդե պարոն Զավարյանը նաև շատ մեծ, այսպես ասած, սկսվեց։ Լավ չեմ ասի։ Ես էլ թող ինտրիգ մնաց չեմ ասի։ Զավարյան ջան, շնորհակալ եմ որ եկար։ Հարգանքներս քեզ եւ մինչ մեր հաջորդ հանդիպումները։ Շնորհակալություն։